Ողջույն բարեկամներ, մի շատ մտահոգող և վտանգավոր միջադեպի մասին եմ ուզում պատմեմ և հաղորդումը դրանով սկսենք։ Եվ այսպես Գևորգ Դանիելյանն է գրում, որ 3 օր առաջ վրաց-թուրքական սահմանի մաքսակետում հայտնաբերվել է մի քանի տասնյակ հազարի հասնող կեղծ անձնագրեր և այլ կեղծ փաստաթղթեր։ Թուրքիայից է ներմուծում դրանք։ Ըստ Վրաստանի պաշտոնական կայքերի դրանք փորձ է արվել ներկրել Վրաստան շինանյութերի համար նախատեսված արկղերով։ Փաստաթղթերի բարձր որակն ապշեցրել է անգամ փորձագետներին, որը իմ կարծիքով հենց վկայությունն է նրա, որ դա տպվում է Թուրքիայի ամենաբարձր մակարդակով, այսինքն պետությունն է դա կազմակերպիչը։ Փաստաթղթերի բարձր որակն ապշեցրել է անգամ փորձագետներին, դրանք հնարավոր չէ հայտնաբերել սահմանային անցակետերում տեղակայված սարքավորումներով, պատկերացրեք։ Հետաքննությանը ներգրավված են Ինտերպոլի և ՆԱՏՕ-ի ծառայությունները։ Այս առիթով Վրաստանի նավյան նախարարությունը հայտնել է Ապոլինի զանգվածային ներգաղթ կամ դիվերսիա կազմակերպելու հնարավոր սպառնալիքը չեզոքացնելու մասին։ Ի դեպ, այս երկրում կեղծաթղթերի շրջանառությունը երբեմն հասնում է այնպիսի չափերի, որ իշխանությունները հարկադրված են երբեմն համաներում կազմակերպել։ Ու պատկերացրեք, որ այդ փաստաթղթերի մեջ եղել են նաև հայկական անձնագրեր։ Դատելով հատկապես այդ կեղծ փաստաթղթերում նաև հայկական ազգանների առկայությունից, անհանգստանալու հիմքեր ունենք նաև մենք։ Նախ խոսում ենք բացահայտված ընդամենը մեկ դեպքի մասին միայն, իրական ծավալների մասին դեռ մենք չգիտենք։ Վերջապես այդպիսի բարձր արհեստավարժությամբ կեղծված անձնագրերը անարգել կարող են գործադրվել ցանկացած ոլորտում, ոչ միայն մասնավոր գործարքներ կնքելիս, այլև հանրային գործընթացներում, այդ թվում ընտրություններում։ Դա մասին ասում է Գևորգ Դանիելյանը։ Այո, սրանք դուք պատկերացրեք թուրքերը հայկական անձնագրերով։ Այս մասին աղմուկ եղավ դեռ 20 թվականների պատերազմի ժամանակ, կարծեմ նույնիսկ դրանից առաջ մի քիչ, որ 5000 այն ժամանակվա թվերով եմ ասում, որ 5000 անձնագրեր է բաժանվել։ Կեղծ անձնագրեր, իսկ հիմա բռնել են մի քանի հազար, մոտ 20,000։ Ու մենք չգիտենք այս ընթացքում ինչքան անձնագրեր է բաժանվել թուրք, ադրբեջանցի կամ այլ ազգներին, հայկական անձնագրեր։ Դա տպված կարող է լինի եւ Հայաստանում, որտեղ այն 20 թվականին բացահայտված դեպքերը հենց տպվել էին Հայաստանում։ Եվ ոչ մեկ չնստեց դրա համար, ոչ մի անձնագրային բաժնի պետ, ոչ մեկ պատասխան չտվեց դրա համար։ Ադրիշտի Քարամյանն էր գործը բացահայտել իբր այն ժամանակ։ Նա հարցնել է պետք իրան, ինչ եղավ այդ գործից։ Իսկ սա նաև տպագրությամբ զբաղվում է փաստորեն Թուրքիայի պետությունը։ Ինչ կարող են անել այդ ազգերով։ Ամենակարևորը դա է։ Հարցը մենակ ընտրությունները չեն։ Հարցն այն է, որ այդ անձնագրերով թուրքերը դիվերսանտներ, հետախուզներ կարող են անարգել մտնել Հայաստան եւ դուրս գալ։ Կարող են նաև այդ անձնագրերով աշխատել պետական համակարգում, բանակում, ցանկացած ստրատեգիական համալիրում հնարավոր է նրանք տեղավորվեն աշխատանքի, ծառայության, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ մատակարարեն իրենց ծառայություններին, ինչ պետք է, դա կլինի ջրի անվտանգության հետ կապված, օդի, ցանկացած այն ինչ որ հետախուզությունը իրանք պետքա մարդ գտնեին, որ տեղում իրանք ինֆորմացիա տար, այս անձնագրերով իրանք հետախուզները կարան ընդեր միանգամից աշխատեն։ Ինչու մենակ հետախուզները, նաև դիվերսանտները, չէ՞, այդ կարգի հետախուզները իրանք նաև դիվերսանտներ են, եւ նրանք կարող են ցանկացած պետական շենքում թեկուզ հավաքարար աշխատելով, ոքի մի քանի պայթուցիկ տեղադրելով ընթացքում այնտեղ, անկյունի վրա, ցանկացած ժամանակ իրականացնել պայթեցումները։ Հայաստանը ահավոր վիճակում է այդ առումով, ես ոնց նայում եմ, ոչ անվտանգություն կա, ոչ ոստիկանություն կա, ոչ մի բան չկա։ Հայաստանը ուղղակի թափանցիկ, այսքան կեղծ անձնագրեր մենակ չէ,
սահմանները թափանցիկ, կառավարությունը ինքը բնականաբար ոչ մի բան չի անում, տեսնում ենք թուրքերը իրանց դրոշը կրծքներին պտտվում են, ասում են հələ թող փորձվի մեկը մեզ մոտենա։ Մի խոսքով, սա Նիկոլի Հայաստանն է։ Ես սա չեմ ասում խոճապ տարածելու համար։ Ցանկացած օպերատիվ աշխատող հիմա ինձ գոլուսում է, երևի մտածում է, բա ինչի ավելի շատ չեմ ծավալվում, որովհետև իրանք շատ ավելի մասշտաբային խնդիրների մասին կասեին հիմա, այն ինչ որ հնարավոր էր։ Հնարավոր է իրականացնել հայկական անձնագրով մարդիկ, որոնք կարող են տեղավորվել տարբեր ոլորտներում, դա դեպի ջուր, հոսանք, չինեմ, էլեկտրական ցանցերում կլինի, ջրային ոլորտում կլինի, բանակում կլինի, քաղաքապետարանում կլինի, ցանկացած տեղ, ցանկացած։ Այն ինչ որ իրանք կարող են անել, ու խնդիրը գիտեք որն է, որ չկային ծառայությունները, որոնք կզբաղվեն դրանով։ Նիկոլը քանդել է պետությունը, մենակ սահմանները չի, մենակ բանակը չի, մենակ միջազգային ասպարեզում չի, ինքը ինստիտուցիոնալ է քանդել երկիրը։ Ու պատկերացնում եք դեռ մարդիկ կան, որոնք հանդես են գալի որպես քաղաքագետ վերլուծաբան, ու սրա մասին լռում են, հակառակը, փորձում են սրա մեջ նույնիսկ լավ բաներ տեսնել։ Իրանք նույնիսկ հայոյանքի արժանի չեն իմ կողմից։ Ես իրենց ուղղակի տեսնում եմ, սպասում եմ այն օրվան, երբ որ իրանք էլ Նիկոլի հետ դատվելու են, ինչպես Գեբելսը ժամանակին, որովհետև այն ինչ որ դուք եք անում, թուրքը չէր կարող անել։ Պարզ եմ ասում, թող ոչ մեկ չմտածի, որ իմ խոսքերը չափազանցված են, գեթ մեկ կատի։ Այն ինչ որ Նիկոլի կառավարությունն անում Հայաստան պետականության հետ, ինստիտուտների հետ, ոչ մի թշնամու բանակ չէր կարող անել։ Ամեն դեպքում ես ուզում եմ այս թվերը ներկայացնել ձեզ, որոնք ոչ միայն թվեր են, իմ կարծիքով սա ուղղակի բան է։ Դիգավոր, դատավճիռ։ Եվ այսպես, խոսքը ՄԱԿ-ում և Ստրասբուրգում Փաշինյան Նիկոլի հայտարարությունների մասին է, թե ով ոնց է գնահատում այս հայտարարությունները։ Մի հատ նայեք, տեսնենք քանի հոգի են մասնակցել, որտեղ 1300 հոգի էր Երևանից, Թարմացավ այս պահին ունենք 10,000 մասնակից, ես ասում եմ, մինչև 10,000 կունենանք վաղը։ Եվ այսպես, չնայած Նիկոլի պրոպագանդայի, չնայած այդ թանկարժեք բարձր վարձատրվող չմարդերի հայերեն չի, չէ, բայց կինս խնդրել է ուրիշ բառ չասեմ, ասել եմ, իրենց չմարդ ասել, ուրիշ բան մի ասել։ Ես չի եմ ուղղակի դրանց ոնց կարելի է կոչել, որ համապատասխանեն իրենց կոչումներին։ Մի խոսքով, չնայած այդ պրոպագանդիստների, այդ հակամարտկանց, հակահայերի այդ բազմաչարչար աշխատանքին, աջակցությունը 18%-ից չի անցել 10,000 քվեարկողների մեջ։ 10,000-ը ցանկացած քվեարկության համար դա լուրջ թիվ է եւ լուրջ ցուցանիշ։ Ես նայում եմ կայքեր կան, որոնք կազմակերպվում են, բայց միջին մասնակցությունը մոտարապես 1000-ից 3-4,000 այս կարգի։ 10,000 մասնակիցների նույնիսկ պարագայում Փաշինյան Նիկոլը ծախսելով այդ հսկայական գումարները, մարդկանց ճակատագրեր խեղելով, ես որ ասեմ ճակատագրեր խեղելով, եսի նկատի ունեմ նաև իրան համար աշխատողների ճակատագրերը խեղելով, որովհետև իրանք շատ լավ պետք է հասկանան իրանք ինչ են անում, բայց միևնույնն է, երկուս ձեզ նստեք, 18%-ից չեք կարողանում անցնել, 77%-ը վստահ է, որ թշնամի Ադրբեջանի շահերից է այդ հայտարարությունը, 5% էլ կարծում եմ, որ դա երրորդ երկրներից, այսինքն հաստատ Հայաստանից չի, Ադրբեջանն էլ չի, կարող է դա ուրիշ երկիր է, Թուրքիան է, չգիտեմ, Ռուսաստանն է, կամ մեկ այլ երկիր, բայց Փաշինյան Նիկոլի էլի վստահություն վահելով մարդկանց թիվը չի անցնում 18%-ի, սա վստահությունը չի, սա նաև այն մարդկանց քանակն է, որոնց համոզել են, որ Փաշինյան Նիկոլը ինչ-որ հայանպաստ գործ է անում, սա համոզածն է, բայց նույնիսկ համոզած այս ամբողջ ծավալը
դուք պատկերացնում եք ինչքան մեդիա է աշխատում սրա վրա։ Իմիջիայլոց, որ մեդիա ասում ենք, մերն էլ է մեդիա։ Եվ պետքա տարածել։ Գրեք ձեր կարծիք ինչ եք մտածում այս մասին։ Տարածեք, բաժանորդագրվեք, ժողովուրդ ջան, զգում եք, չէ, որ մենք ինֆորմացիոն դաշտում այս արդյունքները ցույց են տալի, որ մենք լուրջ դերակատարում ենք, այսինքն ես չեմ ասում ես, այն մեդիաները ես տեսնում եմ մեծ ու փոքր, որոնք աշխատում են, կան TikTok-ում կան, Instagram-ում կան մարդիկ, որոնք աշխատում են այս ուղղությամբ։ Մենք կարողանում ենք հակազդել այդ փոքրիկ ռեսուրսներով այդ ամբողջ պետական մեքենային։ Ու դա մասնավորապես նաև ձեր շնորհիվ է։ Այնպես որ խնդրում եմ ձեզ տարածել, բաժանորդագրվել, գրեք առնվազն մեկ բառ, սեղմեք այդ լայքի կոճակը եւ գնանք առաջ։ Եվ այսպես Եմ ասում, որն է իմ ընկալումը։ Եստեղ ուզում եմ ձեր ուշադրությունը ներկայացնել, որ սույն երևույթը ամեն անգամ ինքը հղում է կատարում իր ընկալումներին, հասկանալով հանդերձ, որ ինքը չի կարող ուրիշ բանի վրա հղում անել ու փորձում է հիմնավորել այդ ամեն ինչը զուտ իր ընկալումներով։ Մենք դե հասկանում ենք, չէ, որ ինքը ընկալումներ չի կարող ունենալ։ Ինքը եթե նույնիսկ ունի ընկալումներ, դա վճարովի պատվերով ընկալումներ են։ Լսենք շարունակությունը։ Ամեն դեպքում բայց չի հանդգնում ասի, որ դա ճշմարտությունն է, իմ ընկալումները։ Ու սա խոսում է վարչապետ։ Մանավանդ միջազգային անցյալներում ելույթներից հետո իմ ընկալումը է նա, երբ որ Ադրբեջանը ասում է Զանգեզուրի միջանց, իրանք նկատի ունեն հորադից Զանգելան ճանապարհը։ Բա հիմա պետք է առաջնորդվենք իր ընկալումներով։ Որ Ալիևը ասում է Զանգեզուրի միջանց, մենք պետք է առաջնորդվենք Փաշինյան Նիկոլ ընկալումներով։ Մենք ամեն անգամ պետք է ասենք Փաշինյան Նիկոլ։ Ինքը կարևոր չի ինքը ինչ ասում, քո ընկալումները որոնք են։ Եվ ինքը պետք է ասի, որ դրանք հորադից Զանգելան ճանապարհի մասին են։ Բա գիտեք ինչի է վստահ տենց ասում, որովհետև վստահ է, որ դալիճում նստած մարդիկ իրենց ինտելեկտի պաշարներով շատ ավելի ցածր են, քան ինքը։ Ինքը կարող է կանգնի, ցես լկտի ավարի ասի, էական չի ինքը ինչ ասում, դուք լսեք իմ ընկալումները, դրանք շատ ավելի կարևոր են, քան այն ինչ որ ասում է Ալիևը։ Ուզում են ասեն Զանգեզուրի միջանց, թող ասեն Զանգեզուրի միջանց։ Ես ասում եմ Հայաստանի Հանրապետությունում չկա տենց բան, եւ կարող եմ ապացուցել ոչ միայն այլև Ադրբեջանի նախագահի ստորագրությամբ։ Բա այն միջանցքը 6 կիլոմետր լայնության բան ոչ կա, էդի Զանգեզուրի միջանցք չի։ Ուզում ասի Զանգեզուրի միջանցք, թող ասի։ Հիմա ինչի է բերվում այս ամեն ինչը, որ էական չի ինչ է ասում։ Իմ ընկալումը այդպես չի։ Հասկացաք, ժողովուրդ։ Հիմա որ ասեն է Զանգեզուրի միջանցքը ստվել, չէ։ Իմ ընկալումը այդպես չի։ Հա, որովհետև այնտեղ Զանգեզուրի միջանցքը գրված չի։ Բայց գրված է այն ինչ որ նշանակում է Զանգեզուրի միջանցք։ Հասկացաք։ Ու դալիճում նստած են մի քանի տասնյակ համախոհներ, այո, համախոհներ, համագիրներ, որոնք լուրջ դեմքով կամ ոչ այդքան լուրջ, հետո սկսեն առաջկել, բայց ամեն դեպքում դեռ նստած են պարլամենտում, դեռ աջակցում են այս ամեն ինչի իրականացնելը եւ ամենակարևորը դեռ լսում են սա։ Առանց ասենք ինֆարկտ ստանալու, առանց վիրավորվելու, ասենք ես վստահ եմ, որ ցանկացած մարդ որ նստած լսում է, իր ինտելեկտը չի վիրավորվում սրանից։ Ինքը մտածում է, ախր ես նստել եմ, որ սա լսեմ, ինձ ասել են նստիր ստե, որ սա լսես ու գլխով տմբասնես, կամ երբեմն չհամաձայնվես, բայց դու պիտի նստես ստեղ, որ ինքը հնարավորություն ունենա խոսա, որ այս հիմար տեքստերը հեռարձակվի, որ գործի ազգային ժողովը, որպես ինքը այդ ազգային ժողովի կողմից ընտրված կառավարության վարչապետ գնա Թրամփի մոտ։ Կարևոր չի Թրամփը կհիշի, կասեն գյադեն, թե չի ասի։ Ալբանիայի նախագահներ, թե չգիտեմ այնտեղ Մարոկոյի, մի խոսքով են գյադեն, էլի։ Ընդհանրապես դա էական չի, կարևորը on
Թրամփը գիծը, նա Թրամփին է տեսել։ Դե հետևանքներն արդեն էական չի իր համար։ Հասկանում եք, այս մարդիկ դրա համար են նստած դալիճում, ըմբոշխնում են այս գարշելի ելույթը, որ Փաշինյան Նիկոլը լեգիտիմ իրավունք ունենա իրանց անունից գնա անին ինչ ուզում անի։ Հասկացաք։ Հորատիս Զանգելան ճանապարհ, Զանգելանի միջանցք։ Լսեցիք։ Ինքը նմանություն ազում փորձի գտնել էլի, ուզում մտածում Ալիև ուզում ասի Զանգելանի միջանցք, ստացվում է Զանգեզուրի միջանցք։ Հասկացաք։ Ու այս կապիկը Հայաստանի վարչապետ։ Մեկը ինձ գրել էր, մի քանի օր առաջ, ուղղակի ես որոշել եմ չանդրադառնալ, բայց հիմա գրեմ էլ։ Խնդրում եմ, բա ես իրավունք չունեմ մեր ինստիտուտները ներկայացնող այրերին կապիկ, ճիվաղ, տական, կանասուն ասել։ Ես ես կարդում եմ, ու ես տեսնեք մտածում եմ, էլ ես կուզեի տեսնեի դեմքը, խոսեի մի քիչ էլի, ասեմ, որ ինչ է օրինակ ինքը պատկերացնում ասեմ մեր պետական այրերը։ Օրինակ ինքը սրանց որպես ինչ է ընկալում, հա? Եթե վաղը ամեն մեկը, ամեն մի, չգիտեմ, փողոցային տգետ տհաս պաշտոն տան ու տալիս են, այդ պահին ինքը դառնում է պետական այր իր համար, ու արդեն էական չի ինքը ինչ է անում, ինչ է խոսում, բայց քանի որ լեբելը կա, բան սպիտակը, հա, վերջ, հա, սա վիրավորելու համար չէ, ուղղակի հասկանալու համար, էլի մարդիկ ոնց են։ Այսինքն ես կարող եմ որպես հոգեբանական մասը նայեմ, ուրեմն այդ կարգի մարդկանց համար մարդ անհատ չկա, իր համար կան պիտակներ։ Սա պետական այր է, թե պետական այր չի, սա պաշտոն ունի, թե պաշտոն չունի, սա հայ է, թե վրացի։ Հասկանաք, իրանք չեն նայում մարդուն որպես մարդ, առավել ևս պետական այրը իր անկալմամբ մի հատ անձեռնխելի բան է, ոչ թե իր աշխատողն է այդ ընկերոջ կամ ընկերով համար, որտեղ այնց անունների տակ են գնում, չես էլ հասկանում ինչա։ Ոչ նկար կա, ոչ բան։ Չեմ ուզում վիրավորեմ, չեմ ուզում ասեմ fake բան։ Այսինքն այդ կարգի մարդկանց համար դասակարգվում է պետական, սեփական, պաշտոն ունի, պաշտոն չունի, ազգությունը, հա, եւ էական չի բոլորովին այդ մարդիկ իրան նկատմամբ ինչ են անում։ Ինքը ինչ որ որոշել են, դե սուբարդինացիա կա։ Չեմ ուզում վիճեմ, չեմ ուզում հակառակն ապացուցեմ, բայց ուղղակի ես մի բան կասեմ։ Ինձ պաշտոնով, բաներով իհարկե հնարավոր չի զարմացնել, ոչ էլ դա իմ համար ինդուլգենցիա է, որ եթե մեկը պաշտոնյա է, պետական ինքը կարող անի ինչ ուզում է։ Ինձ համար դրանք բոլորը իմ ու ձեր աշխատողներն են։ Դուք հասկանում եք, որ ձեր նման մտածող մարդիկ են իրաց ֆետիշացնում, ու իրաց էլ թվում է, թե իրանք լուրջ մարդ են։ Ես ձեզ երաշխավորում եմ, անկախ պաշտոնից, ցանկացած պետական աշխատող ինքը իմ աշխատողն է։ Ցանկացած պետական աշխատող, վարչապետը, նախարար։ Ինքը իմ, ձեր աշխատողն է, այսինքն երբ որ դուք մտնում եք իր սենյակ, ինքը պարտավոր է ոտքի կանգնի, որտեղ ինքը ձեր աշխատողն է։ Մինչև հայկական իրականության մեջ մարդիկ չսկսեն այս ամեն ինչը պարզ հասկանալ, հա, որ դուք ոչ թե դուք պետք է կռանաք, ասեք, օ, վիլիկի մագնու, ոչ, կռանալու կարիք չկա, կռացնելու կարիք էլ չկա, դուք պետք է հասկանաք, որ նա ձեր աշխատողն է, դուք ոնց է վարձում եք, որ գա մեկը ձեզ գազոնը կտրի, չգիտեմ, կամ պատուհանները մաքրի, կամ տունը մաքրի, չգիտեմ, հազար մի ծառայություններ կա, չէ՞։ Պետական ծառայությունը նույն ձևի ծառայություն, դուք վարձել եք, որ սրանց դեր համար աշխատեն։ Ինչ է նշանակում պետական այր։ Ինչի եք դուք ձեզ պատանդի կարգավիճակում զգում, հələ ոչինչ որ դուք զգում եք, Աստված ձեզ հետ, դա ձեր անձնական կյանքն է ու ընկալումներն է, բայց ինչի եք մտածում, որ դա պետք է տարածվի նաև բոլոր նրանց վրա, ում համար սրանք պետական այր չեն, սրանք պետական իշխանությունը ուզուրպացրած, սահմանադրական կարգը խախտած հանցագործներ են, ու սրանց վրա չի տարածվում, մանավանդ այս կարգի տեքստերից հետո, չի տարածվում այն նորմերը, որոնք սովորաբար մենք պահպանում ենք նորմալ մարդկանց հետ շփվելու ժամանակ, նորմալ միջավայրերում։ Դուք չեք կարող դա միակողմանի պահել, հասկանում եք։ 1-2 կարող եք իհարկե թույլ տալ
չիջնել այդ մակարդակի, բայց սա տևական 7 տարվա քաղաքականությունն է, դուք չեք կարող շարունակել իրենց հետ դուքով խոսել, իհարկե դուք կարող եք ձեր մասով շարունակել, բայց ոչ ես։ Զանգեզուրի միջանցք, կարող են ասեն դա միջանցք է, որ տանա դեպի Զանգեզուր, օքեյ, ասում են թող ասեն, հասկացաք, վերջ, դա ընդհանրապես միջանցք է, որ տալու է դեպի Զանգեզուրի, սա է պույ նվիրատվությունների ցուցակը, ես ուզում եմ տեսնեմ պույ նվիրատվությունների ցուցակը, ես ուզում եմ տեսնեմ պույ նվիրատվությունների, հա, սա ձեր պետական այրն է, հա, սիրեք, շարունակեք սիրեք, բայց ինձանից հեռու, որտեղ իմ պետության վարչապետը չի կարես կապիկը լինի, եւ ընդհանրապես կապիկ չի կարա լինի, որովհետեւ ես ուզեմ թե չուզեմ, դուք ուզեք թե չուզեք, ինքը ներկայացնում է մեզ, ոչ միայն մեզ անհատական վիճակով, ես ասում մեզ, ես նկատի ունեմ մեզ բոլորիս հայերիս, մեր ժառանգությունը, մեր տեսակը, պատմությունը, մեզ, որպես տեսակ, որպես ազգ, իր ամբողջ բովանդակությունով, անցյալ, ներկա ու ապագայով։ Ես այդպես եմ պատկերացնում, ով ինձ ներկայացնում է, ես հենց այդպես եմ պատկերացնում։ Դուք պատկերացնում եք, որ ընտանիքի մեջ ամուսիններից մեկը մտածի, ասենք, որ այդ, ասենք, կինը մտածի, որ ամուսինը իրան չի ներկայացնում։ Չէ։ Կամ ամուսինը ներկայացնի, մտածի, որ կինը իրան չի ներկայացնում, կամ երեխեք իրան չեն ներկայացնում, երբ ընտանիքի հետ կապ չունեն։ Դա արդեն ընտանիք չի։ Որովհետև ընտանիքում բոլորը ներկայացնում են միմյանց։ Այսինքն ամեն մեկի հետ շփվելով կարելի է կազմել մոտավորապես դու ինչ օջախի, ինչ բջիջի հետ դու գործ ունես։ Դա բայց մարդիկ չեն ընտրում, չեն ապրում պատահականում այդ հասկանում են, որ դա մի միություն է, որտեղ մեկը մեկին լրացնում են, մեկը մեկին արժանի են եւ մեկը մեկին ներկայացնում են։ Սենց է։ Այսպեսի մի հայտարարություններ, սա գնահատականը դուք տվեք արդեն։ ՀՀ ինքնիշխանության դեմ հայտարարություն անողներին պետք է դուրս շպրտենք քաղաքական դաշտից։ Ասում է մարդ, որ ամենաշատ հակա ինքնիշխանության գործողություններ արած մարդն։ Ես ուզում եմ հասկանալ, ինքնաշպրտման մեխանիզմներ գիտեք։ Բայց ես ուզում եմ լրացնել իրեն։ Ոչ Փաշինյան Նիկոլ։ ՀՀ ինքնիշխանության դեմ հայտարարություններ անողները եւ գործողությունները չեն շպրտվում քաղաքական դաշտից։ Դրանք դատապարտվում են ըստ օրենքի։ Այնպես որ դու հույս չունենաս, որ քեզ շպրտելու են քաղաքական դաշտից դուրս։ Ոչ։ Չէ։ Այդտեղ բախտը չբերեց արդեն։ Եվ այսպես, ես ձեր համար նաև լավ նորություն ունեմ։ Այսօր ունենք արդեն վարչապետի նոր տեխնացու։ Լսեք։ Շարժման անունից, որ այսօր ներկա եք այս կարևոր միջոցառմանը, այսօր մենք ներկայացնում ենք Նժար Սահմանադրական շարժման հիմնադիր որոշումը։ Մեր հիմնադիր ժողովի քննարկումների եւ քվեարկության արդյունքում որոշվել է վարչապետի տեխնացու առաջադրել տիկին Նինա Կարապետյանցին։ Ինչպես խոստացել էին իմ եթերում երեքներ, որ մինչև սեպտեմբերի վերջ կներկայացնեն իրեն շարժման վարչապետի տեխնացուին։ Ես այն ժամանակ հույս ունեի, որ դա կլինի Նինա Կարապետյանցը։ Հիմա այդպես էլ եղավ, իրանք ընտրել են Նինա Կարապետյանցի։ Եվ այսպես։ Ես չգիտեմ, մեկը կարող է ճանաչում է, մեկը չի ճանաչում, մեկը վստահում է, մեկը չի վստահում, դա էական չի, որովհետև առնվազն մենք ընտրություն ունենք։ Հա, եւ ես կարծում եմ դեռ 2-3 տեխնացու եւս ի հայտ կգան, ես դա տեսնում եմ, մինչև հունվար։ Առնվազն այսօր ինչ ունենք քաղաքական դաշտում, հա, ովքեր են առաջադրվել արդեն որպես վարչապետի տեխնացու։ Արդեն գիտենք վստահ, որ ես գիտեմ, որ առաջադրվել է դա Գուրգեն Սիմոնյանն է, հիմա արդեն ունենք Նինա Կարապետյանց, թողնել են նրանք ում անունը ես հիմա կարող չտամ, որովհետև իմա մտքից չի գալիս,
կարողական առաջադրվել են, ես չեմ հիշում այս պահին, ներողությունն եմ հայցում իրենց, հաստատ դիսկրիմինացիա չի, էլի ոչ մեկի նկատմամբ ոչինչ չունեմ։ Նույնիսկ եթե թշնամական ճանբարից լիներ, ես հաստատ կասեի։ Ամեն դեպքում ունենք առնվազն երկու տեխնացու, բացի այն որ պետքա լիներ, հա, Քոչարյան Ռոբերտ ու Նիկոլ Փաշինյան, եւս կարծում եմ միջև հունվար կունենանք 2, գուցե նաև 3 տեխնացու, այնպես որ թող ոչ մեկ չասի, որ ընտրություն չկա։ Մենք դեռ սպասելու ենք, երբ որ արդեն կսկսեն մարդիկ, արդեն տեխնացուները իրենց հարցազրույցները տալ, իրենց դիրքորոշումները հայտնել, իրենց բանավեճերում շատ կարևոր է, հա, այդ ոչ ստանդարտ իրավիճակներում դրսևորումները իմ համար շատ կարևոր է, հա, սկզբունքային հարցերում իրենց դիրքորոշումները սկզբունքային կարևոր է։ Ես էլ կաշխատեմ իմ եթերներում ուղիղ եթերներում կարողանալ նրանց հրավիրել հարցուպատասխանի, դուք էլ ձեր հարցուպատասխանները կտաք եւ կգնանք ընտրություններ։ Ընտրությունները պարտադիր չի, որ լինեն մեր պատկերացմամբ 100% իդեալական, բայց մենք պետք է շատ լավ հասկանանք մի բան, 18%-անոց տեխնացուն, NLS վիճակով 18%-անոց, որտեղ մասնակցում են նաև թուրքեր, անսահման եւ նաև ֆեյքեր։ Ես ձեզ պետք է ասեմ, որ իմ ալիքի վրա ես նայում եմ, չէ, ստատիստիկա կա, մեկ-մեկ նայում եմ։ Զրան ոչ 1% Թուրքիայից է նայում եւ այդքան մի քիչ շատ էլ Ադրբեջանից։ Եթե իրան մտնում ալիք դուրս են գալիս, նշանակում է նաև մասնակցում, ոչ թե դիտում են, չէ՞ որ ես միկրոսկոպի տակ եմ, ինձ դիտում են, նայում են, երևի իրանց հարցեր կա, որ փնտրում են իմ հաղորդումների մեջ, ես չգիտեմ ինչ են փնտրում, բայց նայում են ու ես տեսնում եմ, որ նայում են, հա։ Եթե մտնում են, նշանակում է կարող են նաև մասնակցել այս քվեարկություններին իրենց բոտերով, ֆեյքերով եւ այլն։ Բայց միևնույնն է 18%-անոց տեխնացուն Հայաստանում երբևէ չի կարող հաղթել։ Ես հենց այսօր կդնեմ 4-ի բաններ, տեխնացություններ իմ մոտ, հա, առնվազն, որ ասեմ 4 Ռոբերտ Քոչարյան, արդեն Նիկոլ Փաշինյան եւ արդեն լեգիտիմ երկու տեխնացուների Գուրգեն Սիմոնյան եւ Նինա Կարապետյան։ Դուք էլ կասեք ձեր կարծիքը դրա մասին, Փաշինյան Նիկոլն էլ կլսի։ Ես վստահ եմ, ցանկացած ոչ թե հանճարեղ քաղաքական գործիչ, նույնիսկ ամենամիջին, միջակ, բայց պաշկեշտ մարդներ դնի իր տեխնացությունը Փաշինյան Նիկոլի հակառակ կողմում, Փաշինյան Նիկոլը շանս չունի։ 0 շանս ունի հաղթելու։ 18%-ը 51 պլյուս չի։ Ինչքան ուզում ա կերծեն, 18-ը 50 չի դառնում։ Կարող են ձգել հասցնել 20, 25, թող լինի 30, բայց 51 չի լինում։ Հասկանեք։ Համար այս բոլոր նրանց եմ ասում, ովքեր ի սկզբանե համոզված են, որ Հայաստանում ընտրություններ չկա։ Այո, ես գիտեմ, քաղաքական ուժեր կան, այտենց աշխատել են, միջև հիմա ոչ մի ընտրության չեն մասնակցել, ոչ մի բան չեն արել, որ հանգարց չնեղացնեն Փաշինյան Նիկոլին։ Գաղութում ընտրություններ չի լինում, այս մեզ պետք չի, ոչ քաղաքապետա պետք, ոչ համայնքապետա, թող ինչ ուզում է անի Փաշինյան Նիկոլը։ Բայց մենք էլ տեսնում ենք ինչքան ինքը ցավով է տանում, երբ որ ասենք միտեղ ինքը չի, հա։ Դրա մասին իհարկե մենք էլ խոսենք, բայց ուզում եմ անցնենք հաջորդ բանին, ուզում դուք մի հատ լսեք սա էլի։ Կներեք, որ պետք է վերադառնամ Փաշինյան Նիկոլին, բայց շատ կարևոր բան է ասում։ 87 անգամ հեղափոխություն անելու կոչ է կարել։ Հիմա Վաշինգտոնի հռչակագրից հետո, այդ խաղաղության համաձայնագրի հրապարակումից հետո, նույնիսկ հուշագրերի հրապարակումից հետո հեղափոխության կոչը ինչ գործ ունեք խորհրդանում։ Բա մեջ տենց վատա հրապարակային էլ տեքստ է, բոլորը կարդում են։ Հիմա դուք կարիք չունեք, որ կոնսպիրատիվ ինֆորմացիա տալ։ Այն ինչ որ դուք ասում եք, բոլոր մարդիկ գիտեն, բա դուրս եկեք հրապարակներ, կոչ արեք, հեղափոխություն արեք, բա ինչ եք եկել այս փափուկաթորներին նստել եւ այդ փափուկաթորներից բան եք անում։ Կանգնեք էլ չնստեք։ Լավ, չէ նվաստացնում։ Քիչ գործ ունեք ստեղ բա։ Դուք չեք զգում, որ լավ, ես իր թարգմանեմ իր ասածը։
Լսի, ես արդեն ամեն ինչ արել եմ, ինչ որ հնարավոր է ամեն ինչ արել եմ, եւ էլ գաղտնիք չի ինչ էլ պետք է անեմ հələ։ Ոչ մի գաղտնիք չկա։ Էլ ինչի եք դուք սպասում։ Ինչի չեք կարողանում փոխվել այդ փափուկ աթոռներից դուք։ Ինչի, դրեք մանդատներ գնացեք էլի, հեռացեք էլի։ Բարձ ասում եմ, ասում եք ոնց են նվաստացնում։ Արդեն չի որ հիմա պետք է Գովան Փաշինյան Նիկոլին բոլորովին։ Ես ուղղակի այն կողմին եմ նայում։ Ինչ հաճույքով եք դուք լսում ձեր նվաստացման ծառերը։ Ինչ հաճույքով ձեր մասին sense բաց իրականությանը sense 100% համապատասխանող բնորոշումներն ու կարծիքը ո՞նց եք sense հաճույքով լսում։ Ոչ մի արձագանք չկա, ոչ մի աղարկություն չկա։ Վաղնել են գնալու աշխատանքի։ Ես ես երաշխավորում եմ։ Սրանք միջև վերջին օրը աշխատելու են։ Իրանք դրա համար, իրանց գոյությունը դրա համար ապահովում գոյությունը։ Մեկ-մեկ եթե չափանցնողներ անունիմ դրանց մեջ, իհարկե որ են քրեական գործը կա, իհարկե կալանավորումը կա, բայց դա չէ հարցը։ Պետք չի ակրորանալ։ Պետք չի այնտեղ ես իմ ինչը ցույցեր անել։ Ոչ մի բան պետք չի անել։ Մանդատներ դրեք ու գնացեք։ Ձեզ հաստատ մանդատներ դնելու համար ոչ մեկ չի գալու ձեր հետևից կալանավորի։ Չկա տենց հոդված պատգամավորական մանդատից հրաժարվելու համար քրեական պատասխանատվություն չկա։ Արեք, դուք չեք անի։ Դուք ավելի շուտ կնստեք ու կշարունակեք լսել Փաշինյան Նիկոլը ոնց է ձեզ նվաստացնում։ Արա ասում է ամեն ինչ արել եմ, էլ կոնսպիրացիայի բաներ չկա, արդեն կարդում եք, ամեն ինչ գրած է ու գիտեք ինչեր եմ անելու հələ։ Բա մեն դասեք։ Պրոբլեմը ինչու՞մն է։ Կուսակցության անօրինական ֆինանսավորումը, ինչպես է քաղաքացիական պայմանագիրը, օրենքը առանց հետևանքների, մի խոսքով շրջանցում օրենքը։ Սրանք այն 21 թվականի ինտրուկցիաներից հետո քրեական գործ էր հարուցվել անօրինական գումարներ ծախսելու, մի խոսքով չգրանցված գումարներ ծախսելու մասին։ Չեղարկել են գործը, չկա գոյություն չունի։ Ու այսօր այն չիրազեկ եւ չքաղաքացի Դանիել Իոնիսյանը ասում է, մենք պետք է օգնենք արտարադատության նախարարին, որ նա կարողանա վերահսկել ապագա ընտրություններում բոլոր կուսակցությունների ֆինանսական հոսքերը, անկախ անօրինական բան չլի։ Իրանց անօրինական գործը չեղարկել են, բայց այն չմարդը գիտեք Դանիել Իոնիսյանին տեսել եք։ Այն ոչ չգիտես ինչ է։ Չեզոք սերի ներկայացուցիչ, չգիտես ինչ է, էլի։ Բայց ինքը որոշել է, որ պետք է օգնի, ինքը պետք է օգնի արտարադատության նախարարին, որ մի խոսքով որ հանցագործությունները ծածկեն ու ուշադիր նայեն ընդդիմության փողերը որտեղից է գալի։ Դե մանենց հաստատել, որ իմ իմացած ընդդիմությունը այդ փողերը հաստատ չունի, որ ծախսի, որ դուք էլ ընդե բան գտնեք, էլի։ Ես ձեր ուշադրությունը հրավիրեմ այս մուրճի վրա։ Տակրկիր է, չէ, որ ինքը վերցել է մուրճը որպես սիմվոլ։ Մուրճը դա հարված է։ Մուրճը դա քանդող է։ Մուրճը դա ավիրող գործիք է, ինքը բան չի, ինքը ստեղծող չի։ Ինքը վերցել է, սա քանդելով, ինքը ցույց է տալի։ Խփելու գործիք է դա։ Ու փաթաթել է վրան Հայաստանի դրոշը, սարքելով իրան սիմվոլ։ Դե սա չի ամենակարևոր բանը, որ մենք պետք է ասենք, այ հենց սրա համար իրան համարենք վերջի սրիկան, չէ։ Թիվ ու քանակ չկա այն հիմքերին եւ հիմնավորումներին, որոնց հիման վրա իրան կարելի է տանել կախաղան։ Չէ, բավարար կա։ Բայց դա սկիզբը որ նույնիսկ այս վիճակի իր իշխանությունը շարունակելու սիմվոլը վերցել է մուրճը, որով պետք է քանդի ջարդի ամեն ինչ։ Հույս ունի ինքը, որ դա անելու է, դե մենք էլ պետք է ամեն ինչ անենք, որ իր հույսերը չիրականանան։ Ու ես դրա համար բոլոր հիմքերը տեսնում եմ, որ կարող ենք անել։ Եվ այսպես, այն որ ասում եմ, մեր ընդդիմությունը երբեք աշխատելա ոչ մի բանում սա չխանգարի, նույնիսկ քաղաքապետ, համայնքապետ, չէ, իրանցից ոչ մի աթոռ չխլվի,
տեսանք երկու դեպք, որ վերջապես իրանցից մեկը մի բան կարողացավ խլել, դա Գյումրին էր եւ Փալաքարի խոշորացված համայնքը։ Այն ինչ կատարվեց Փալաքարի խոշորացված համայնքի ղեկավարի հետ, մենք բոլորս տեսանք։ Հա, դրա մասին արդեն པարզ խոսում են բոլորը, նույնիսկ Վարդանիկ Ղուկասյանը, որն ասում է, սպանեցին, ասեցին վենդետա է։ Իրենք իրենց գործն արեցին ուրիշի ձեռքով։ Ի սկզբանե ինչ որ ես ասում։ Սա արդեն ասում է Վարդան Ղուկասյանը, որովհետև ինքը հասկանում է շատ լավ, ես չգիտեմ ինքը նայում է թե իրան ասում են, որ հաջորդ ինքնա լինելու։ Կամ իր մնացած այն գործընկերները Մարտունիկ կա, բան կա, այսօր ոչ մեկի չեն թողել մնալ։ Ու դրա մասին խոսում են, դու դրա մասին ցույցում տվեց արդեն, եթե հիշում եք, ես եթերում են ասել եմ, Շիրիմյանը կամ Արտա Շիրիմյանը, չգիտեմ ինչ որ ուզում եք ասեք, հա, որ դա գլուխը ջարդել է պետք, դրան վերացնել է պետք ընդհանրապես։ Այս Վարդանիկի մասին է խոսքը, հա, Վարդան Ղուկասյանի։ Հարցերը պետքա լուծվի այնտեղ իրա։ Եվ անցել են արդեն հարցերը լուծվելու։ Վարդան Ղուկասյանը ճիշտ է պաշտպանում իմիջիալոց, ասեմ քեզ Վարդան Ղուկասյան խորհրդի կարգով։ Ես վստահ եմ, որ ուժային համակարգում, ոստիկանական համակարգում դու հաստատ կարող ես ինֆորմացիա ստանալ։ Ընկերական փողով, դու գիտես այդ համակարգը ոնց է աշխատում։ Նշի որ ձեռը քարի տակ է։ Քթի մանրամասներ, ուզում ես դու ասա, ուզում ես դու ես ասեմ։ Քանդեք սրա համակարգը։ Ես գիտեմ, որ դու կարաս։ Այն հնից մնաց ոստիկանները, որ քո հետ կապ ունեն, իրանք հաստատ քեզ կարան ասեն, իրականը ինչ է եղել։ Եթե դու չհրապարակեցիր իրական բաները, կարող են հասնել քեզ։ Ինչքան կարող ես ինֆորմացիա իմացի։ Ուզում ես դու ասա, ուզում ես մարդ թող ուղարկի, ես ասեմ, ես խնդիր չունեմ։ Եվ որոշելա, որ պետքա պետությանը դատի տա։ Տեսնեք ինչ հիմնավորմանը։ Վարդան Ղուկասյանը սկսել է դատի տալ։ Պատրաստում է մոտ օրերս դատի տալ ՀՀ կառավարությանը։ Անկախությունից հետո նման քաղաքապետ չի եղել այս երկրում, ով դատի կտար կառավարությանը, սա ճիշտ է ասում։ 58 միլիարդ Գյումրիից տանում են պետական բյուջե։ Պատկերացնում եք։ Գյումրիից 58 միլիարդ Կարգին տեղ է Գյումրին փաստորեն։ Հետո հետ են վերադարձնում ընդամենը 4 միլիարդը։ Այ քեզի բան։ 14 անգամ պակաս։ Դրա համար դատի եմ տալու կառավարությանը։ Պետք է դատի տամ նաև նրա համար, որ քաղաքի հատակագիծը հաստատված չի դեռ, բայց 13 տեղ պատտվում է, չգիտեմ ինչն է պատտվում։ Չեն թողում, որ երկրում զարգանա փոքր ու միջին բիզնեսը, մեծ գործարաններ չեն կառուցում։ Սա ճիշտ է ասում։ Բայց այն որ քաղաքի պետական նախագիծը հաստատված չի, հատակագիծը, սա կարող է լինել բացառապես Փաշինյան Նիկոլիի կառավարության ժամանակ։ Մի խոսքով մնացել է Գյումրին կոկորդներին, չնայած հայտնի չի Փալաքարում ընտրությունները կլինեն ոնց որ թե Գարնան, այնտեղ իհարկե իրանք ամեն ինչ կանեն, որ վերականգնեն իրենց իշխանությունը, մենք էլ ամեն ինչ կանենք, որ իրանք կորցնեն այդ իշխանությունը անպայման։ Շուտով լինելու է վաղը շաբաթում, Էջմիածնում, մենք ամեն ինչ պետք է անենք, ու արդեն ասել եմ, չէ՞, դեռ կա թեկնածու ընդդիմադիր։ Մենք իրան պետք է օգնենք դառնա համայնքի ղեկավար, որ իրանք կորցնեն նաև վաղը շաբաթը, որ նույնիսկ այս 18%-ը հավաքելը իրանց համար դառնա անհնար։ Դեռ չեմ ասում, որ պետք է ամեն ինչով պաշտպանել բոլոր տեղերում հականիկոլական բոլոր ուժերին, աջակցել ուղղակի, որտեղ մեր ընտրությունը շատ չի, կամ նայա, կամ այն ինչ որ հակա Նիկոլականը։ Ես այս պարագային նույնիսկ Վարդան Ղուկասյանին համար եմ ասում, հա։ Իմ համար կարևորը որ դրանք պարտվեն բոլոր տեղերը։ Վերջերս մի ընկերոջ հետ խոսում եք, ասում է Վարդանիկ Ղուկասյանը դա մեր փրկությունը չի, ասում է մեր փրկությունը չի, այո, բայց Նիկոլի պարտությունն է։ Իմ համար դա է կարևորը։ Ես այդ անկյան տակ եմ նայում։ Կարող է իմ փրկությունը չի, բայց դա Նիկոլի պարտությունն է։ Ուրեմն արդեն իմ համար դա դրական էֆեկտ ունի։ Սա արդեն հասել է Միսրոպ Մաշտոցի մոտ, տեսել ասենք։ Ինչու է Միսրոպ Մաշտոցը հենց դրանից սկսել։
Ինչի՞ց է սկսել տականք։ Որովհետև կարող եմ մենք պրոբլեմը Մեսրոպ Մաշտոցի ժամանակներից մինչև հիմա նույնն է, որ մենք խնդիր ունենք հասկանալու մեր միջավայրը։ Մենք խնդիր ունենք հասկանալու մեզ։ Հասկանում եք լկտիությունը ինչու մասը, ինքը որոշել է ինքը կարող արդեն մեկնաբանի Մեսրոպ Մաշտոցին։ Ինքը խնդիր ունի հասկանալու իր միջավայրը, ինքը խնդիր ունի հասկանալու իրեն։ Այս ամեն ինչը քարոզ էս ամեն ինչի մենակ մի բանի համար է, որ մենք խանգարում ենք թուրքերին ապրել։ Սա է։ Մեսրոպ Մաշտոցը խանգարում է թուրքերին ապրել, թուրքերին այս տարածքում ապրել, գիտեք ինչի, որտեղ Մեսրոպ Մաշտոցը վերականգնելով գրերը հրկեց հայ ժողովրդին ոչնչացումից, որովհետև միջև դա եկեղեցիներում աղոթքը կամ հունարեն էր կամ ասորերեն, ամբողջ գիր ու գրականությունը հայերեն այրված էր ու վերացված էր, ջնջած էր ուղղակի։ Մեսրոպ Մաշտոցը այդ ամենը վերականգնելու համար ստիպված էր մեծ աշխատանք կատարել։ Ես մի հատ գիրք կարող եմ այդ հեղինակին անպայման գտնել ամեն գնով, եթե մեկը տեղյակ է այդ աշխատության մասին, որը գրել է պարսկահայ մի հեղինակ 20-րդ դարի սկզբին։ Պարսկահայ։ Ու աղբյուրները վերցած է ամբողջ պարսկական արխիվներից։ Ոնց է Մեսրոպ Մաշտոցը վերականգնել գրել, եւ մենակ դա չի։ Իրական հայկական մինչ նախաքրիստոնեական կրոնի մանրամասները եւ Սասունցի Դավիթի էպոսի հետ կապված մանրամասներ։ Ես այդ մանրամասները կարդալուց ես հիշում եմ, որ օրինակի համար եմ սա ասում, որ Գագիկ Թագավորի աղջկան գալիս է ուզելու ոչ թե Բաղդադի խալիֆը, այլ Եգիպտոսի փարավոնը, որ Եգիպտոսից են գալիս հայկական լեռնաշխատ հարց ստանելու, դա եղել է, դա հաստատ եղել է, ու ես վստահ եմ, որ մեր էպոսը դրա մասին է, որ Եգիպտոսի փարավոնները իրենց սերունդներին արիական բան տալու համար հայկական լեռնաշխարհից են տարել հարցներ, եւ այս վերջերս տղաս եկավ ասում է պապ Եգիպտացի եմ տեսել, խոսում են, հարցեց որտեղից ես, անգլերեն, ասել է Եգիպտոսից, ասել է Մսր, ասել է հա։ Իրանք իրաց Մսր են ասում։ Մսր, բալես, մսամելիքը որտեղից էր։ Մսամելիքը Բաղդադից չէր կարող լինել։ Մսամելիքը միջև մա եգիպտացիները իրենց Մսր են ասում։ Եգիպտացիները։ Այնպես որ հիմա եթե մեկը հիշում է այս հեղինակին, հա, խնդրում եմ ինձ ասեք, որտեղ ֆանտաստիկ աշխատություն է, սիրով մի հատ էլ կկարդամ, դա իմ մոտ ֆայլ է, էլի միտեղ գտել է, ես չեմ կարողանում հիշել հիմա։ Ինչ որ է, այո, Մեսրոպ Մաշտոցը խանգարում է մեզ, Կոմիտասը խանգարում է, Նարեկացին խանգարում է մեզ ստիպում են հայ մնալ, հասկանում եք, խանգարում է մեզ։ Հիմա այս վիժվածքը ընկել է մեջտեղ, բողոքում է այդ ամեն ինչը, ասում եմ, մենք սխալ տեղ ենք, մենք պրոբլեմ ունենք ինքներս մեզ հասկանալու հետ։ Գիտես, ցանկացած բանական մարդ անցնում է այդ ճանապարհով ինքն իրեն հասկանալու, դա կոչվում է ինքնաճանաչում։ Ցանկացած բանական մարդ միշտ փորփրում է, որ ինքն իրեն ավելի լավ ճանաչի, բայց ինչ կապ ունի այստեղ։ Դու ինչ կապ ունես այստեղ։ Կամ թուրքն ինչ կապ ունի իմ ինքնաճանաչության հետ։ Մենք չկարողացանք լուծվել ոչ ռուսական միջավայրում, ոչ թուրքական միջավայրում։ Իրանական, պարսկական միջավայրում լուծվելու անհրաժեշտություն չկար, հայը մնաց իդենտիկ ոնց որ կա։ Ոչ մի վտանգ Իրանի ապրող հային չի սպառնում։ Ես եղել եմ Իրանում, ես եղել եմ Թեհրանում, տեսել եմ Արարատ միությունը ավելի հայկական է, քան Հայաստանը։ Նույնը ոչ մեկ չի կարող ասի, ոչ թուրքական համայնքի հետ, ոչ ռուսական համայնքի հետ կապած։ Տարածաշրջանում հայերը ամենաուժեղ եւ իրենց արմատներին կպած առանց որևէ խնդրի մնացել են Իրանի տարածքում։ Ինչի՞։ Որտեղ երկուսն հին ժողովուրդ են, երկուսն գնահատում են իրենց պատմական անցյալը։ Ու այնքան ընդհանուր բաներ կա հայի ու պարսիկի մեջ, որ կոնֆլիկտ չկա համատեղ ապրելու համար, բայց Թուրքիի հետ այդ կոնֆլիկտը կա, Ռուսի հետ այդ կոնֆլիկտը կա։ Հիմա ես ինչ պետք է իմ տեսակը հարմարացնեմ,
հա, որ քո համար հասկանաս դու մեզ, ինձ, քեզ, դու քեզ չես կարող հասկանաս, դու խոսածածը չես հասկանում, դու ոնց կարող ես մեզ որ մաշտոց մեկնաբանել կամ փորձել հասկանալ։ Դա կնակ առաջ։ Անջանիկ Քոչարյան, լավ բռնվի, գալիս ենք։ Ասում են Անջանիկ Քոչարյանն ուզում է հրապարակի 44 օրյա պատերազմի հանցագործությունների, դավաճանությունների, մանրամասների մասին այդ հավաքածնյութերը, Ալեն Սիմոնյանն ասում է, չէ, պետք է արդեն դանա, ժամկետ անցա, պատկերացնում եք, ցեղասպանությանը ժամկետ կա։ Հանցագործությանը ըստ Ալեն Սիմոնյանի ժամկետ կա, չէ ասում է, ժամկետն անցել է միայն։ Ալեն Սիմոնյան, այս հրապարակվի թե չհրապարակվի, այն հարցերը, որոնք ես հիմա կարդալու եմ, նաև տասնյակ հազարավոր այլ հարցեր օդում կան, եւ դրանք ժամանակի բան չունեն։ Իրանք չեն անցնում ժամանակի հետ։ Իսկ չկա դա։ Ինչքան ուզում անցնի, ցեղասպանությունը ժամկետ չունի, մարդասպանությունը ժամկետ չունի, դավաճանությունը ժամկետ չունի։ Հույս չունենաս, որ վաղը մի հատ դատարան քեզ արդարացնելու է նրա համար, որ դա եղել, ասենք, 6 տարի առաջ։ Ես ինչի եմ ասում 6, դեռ 26 թվին են քեզ դատելու։ Հույս չունենաս։ Հույս չունենաս։ Ի վերջո դու ես չես ստեղծել ես դատական համակարգը, որ կարա չանեն այն ինչ որ պետք է անեն։ Դուք հիմա տալիս եք փոխանցելու եք մի հատ դատական համակարգ, որ ձեզ եթե պետք լինի առանց դատու դատասանի կախել է դատավորները կախելու են ձեզ։ Որովհետև դուք փոխանցելու եք այդպես մի հատ դատական համակարգ։ Այդ ուրիշ բան, մենք ընդունենք այդ համակարգը կփոխենք թե չէ, բայց դուք փոխանցելու եք մի հատ դատական համակարգ, որ ձեզ ոչինչի համար կարող են ուղղակի կախելու համար որոշում կայացնել։ Կախելը իհարկե փոխաբերական իմաստով եմ ասում։ Ունը զրկել։ Եվ այլ։ Եվ տեսնենք ինչ հարցեր կա սրա։ Անդո Քոչարյան։ Այ, դու չմտածես մենք չգիտենք քո դերն ու նշանակությունը այս բոլոր հանցագործությունները կոսկելու մեջ։ Շատ լավ գիտենք։ Ու չենք մոռանալ։ Հիմա կարդամ հարցերը։ Եվ այսպես 20 թվականի հոկտեմբերի 9-ին լույս 10-ի գիշերը, մեկ ամիս առաջ, նոյեմբերի, Մոսկվայում ձեռք է բերվել հրադադարի վերաբերյալ պայմանավորվածություն։ Այն պետք է ուժի մեջ մտներ հոկտեմբերի 10-ին կեսօրին։ Ես դա հիշում եմ։ Հոկտեմբերի 10-ին ժամը 12:03 Արծրուն Հովհաննիսյանը հրապարակում է, որ ադրբեջանական կողմը ռմբակոծում է Կապան քաղաքը։ Հարց 1. Արդյոք Արծրուն Հովհաննիսյանին հարցրել եք, թե ինչու է գրել այդ ապատեղեկատվությունը։ 10-ի հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունը անոնց չի արվել ոչ Արծրուն Հովհաննիսյանի, ոչ էլ Նիկոլ Փաշինյանի, ոչ վարչապետի տեղականների կողմից։ Հարց 2. Ինչու։ Բոլոր փաստերը խոսում են նրա մասին, որ հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունը խախտվել է հայկական կողմի ձեռքով։ Հարց 3. Ինչու է հայկական կողմը խախտել այն, բերելով նոր ավերածություններ հազարավոր զոհերի։ Պատերազմից անցել է 5 տարի, բայց չեն հրապարակել զոհերի ամբողջական ցուցակը։ Հարց 4. Դուք իսկապես կարծում եք, որ աշխարհը չոփով է ծածկված եւ կարողանալու եք զոհերի իրական թիվը երկար ժամանակ թաքցնել։ Հետևաբար այտենց էլ մտածում է Անդոնը։ Հարց 5. Ինչպես է ստացվել, որ 18 թվականի հեղափոխությունից հետո զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը նշանակվել է Հանրապետության 3-րդ նախագահ Սերժիկ Սարգսյանի վստահելի անձանցից մեկը։ Հարց 6. Ինչի մենակ գենշտաբը։ Բա հետախուզությունը, բա դատախազությունը, բա պաշտպանության նախարարը։ Բոլորը Սերժիկ Ադրբեջանյանն է։ Հարց 7. Ինչու ամեն անգամ երբ ռեալ հնարավորությունը եղավ պատերազմը դադարեցնելու հայկական զորքերը ռմբակոծել են Գյանջան գանձակը։ Ինչու է Ստեփանավանի զորամասի տվյալ օպերացիաներից մեկը իրականացած զինվորականների մահվան փաստաթղթերում գրված մահվան վայրը Արցախ, եւ տղաները զոհվել են, վիրավորներ են ստացել Հայաստանի Հանրապետության տարածքում։ Հարց 8. Ստուգել եք արդյոք թե ինչ հիմքերով
ԶՈՒ պարտադիր ծառայությունից ազատվել վերջին տարիներին Հայաստանի փոխվարչապետեր աշխատած Տիգրան Ավինյանը, Պապիկյանը, Գրիգորյանը, Խաչատրյանը, Մաթևոսյան, Միրզոյանը, մի խոսքով, արդյոք դեպի առնչություն չեն ունեցել կոռուպցիոն դրսևորումների հետ, մի խոսքով էական չի։ Ի վերջո 18-19-20 թվականների զորակոչներն ուղարկել Աղդամներ, Ջեբրայիլ եւ դեռ 91 թվականի փաստաթղթերով ըստ վարչապետի պնդումների բուն ղրիմը օֆիցիալ ճանաչված է եղել որպես Ադրբեջանի մաս։ Ասել է թե դուք ճանաչել եք դա, դուք եք ասում որ դա Ադրբեջանի մաս է, բայց 18-19-20 թվականին դուք ասում եք զորակոչ եք անցկացրել եւ մարդկանց ուղարկել եք այնտեղ։ Դա պատասխան ունեք, իհարկե չունեք։ Այս հարցերը ընդամենը մի փոքրիկ հիշեցում էր նրա մասին Անդոն, որ ոչ միայն ես, իմ նման հազարները ոչինչ չեն մոռացել, ամեն մեկ իր հարցերն ունի գրած պահած, դա շատ լավ է, նշանակում է դուք փրկվելու տեղ չունեք, իսկ մեկը չի էլի, որ բերանը փակեք տարբեր ձևերով եւ հարցը լուծվի, չէ։ Եվ այս հարցերի պատասխանները բնականաբար մենք էլ գիտենք, դուք էլ գիտեք, իսկ այդ պատասխանները հուշում են մեզ մի բանի մասին, որ ապագա չկա ձեզ համար, որ ձեր վիճակը շատ վատ է, շատ, ու այն հանգամանքը նորից կրկնեմ, որ քպայական ոհմակը սկսել է երաշխիքներ ման գալ, բանակցությունների մեջ մտնել, թե ում տակը պարկի, որտեղ ձեր գործը բացառապես պարկելն է եղել, որ ապագա փոփոխությունների ժամանակ չընկնի տրակտորի տակ, նուրբ ասած, նրանք բոլորը հիմնավոր են։ Ձեր միակ փրկությունը Քոչարյան Ռոբերտն է, դուք եք հասկանում։ Բայց ոչ դուք, ոչ Քոչարյան Ռոբերտը 2-ը տիարետ 20%-ը չեք անցնել։ Այսօր ես խոստանում եմ, հիմա կդնեմ հարցում իմեջի վրա, որ հասկանանք թվերով, որդ ինչ արժի։ Եվ այսպես, Հայաստանից ոչ մի ձայն, բայց Մարդու իրավունքների եվրոպական դատարանն է խոսում մեր գերիների մասին։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը պահանջում է Ադրբեջանից Բաքվի բանտերում պահվող 23 հայ գերիների պահման եւ առողջական վիճակի մասին հաշվետվություն ներկայացնել, վերջնաժամկետ սահմանելով նոյեմբերի 4-ը։ Եվրոպական դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանն ազատությանը փոխանցեց, որ դեռևս հուլիսին ադրբեջանական կողմը միջնորդել էր վերացնել հաշվետվություն ներկայացնելու իր պարտականությունը, սակայն Հայաստանի կառավարության եւ Եվրոպական դատարանում գերիների ներկայացուցիչների առարկություններից հետո դատարանն ի վերջո մերժել է Ադրբեջանի միջնորդությունը եւ պարտավորեցրել Բաքվին հայ գերիների մասին տեղեկություն ներկայացնել։ Իրավապաշտպանը նշում է, որ իհարկե տրամադրվող տեղեկատվությունը կազմվում է հենց Ադրբեջանի իշխանությունների կողմից եւ բազմաթիվ անգամ արձանագրել են կեղծված տվյալների տրամադրում, բայց անգամ այդ հատվածական տեղեկությունների հիման վրա կարող են որոշակի դիտարկումներ անել։ Անգամ տեսենք ոնց են մեր գերիները, ուրիշ բան չեն ասի, գոնե մի հատ տեղեկություն ոնց են այդ մարդիկ։ Գոնե այդ մարդկանց գոյությունը պահեն, որ մինչև տեսնեն ինչ են անում, հետ են գալիս, չեն գալիս։ Բաքվի բանտերում գտնվող հայ գերիները շուրջ 3 ամիս է հայտնվել են կատարյալ մեկուսացման մեջ, որևէ միջազգային անկախ կառույց նրանց չի տեսակցել։ Նրանց պահման, առողջական ու հոգեբանական վիճակի մասին տեղեկություն չկա։ Իրավապաշտպանները սակայն հղում անելով նրանց հարազատներին ահազանգում են գերիների շրջանում ինքնասպանության փորձերի մասին։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, որ վերջին անգամ հայ գերիներին տեսակցել էր հունիսին, անցած ամիս Բաքվի պահանջով վերջնականապես դադարեցրեց իր գործունեությունը Ադրբեջանում։ Երկարամյա կոնֆլիկտի բերումով անազատության մեջ հայտնված անձանց հարցի հասցեագրումը, որը նույնպես մեր ամենօրյա աշխատանքային օրակարգի մաս է։ Սուտ եւ սուտ։ Օգոստոսի 8-ի այդ հիմար նախաստորագրված ինչ որ փաստաթղթի մասին է խոսում, որտեղ ոչ մի խոսք ընդ որում դրանից առաջ ձայնագրություն կա, որտեղ Թրամփը խոսում է դրա մասին։ Ու այս տականքը վերցնում է թուղթը վերցնելու վստահ լինելու համար, որ հանկարծ դրա մասին դեռ խոսք չկա։ Ու ցրում է խոսակցությունը։ Ու սա խոսում է, որ դա մշտական իրենց ուշադրության կենտրոնում է։ Ես մշտական կապի մեջ եմ մարդկանց հետ, որոնք զբաղվում են այդ խնդիրներով։ Եվ պետք է ասեմ, որ այս ընթացքում եւս 4 ծնող այս ապրումներից ուղղակի ինֆարկտից մահացել է։
Սա իհարկե ուրախ կլինի, որ բոլորին հասցնի ինֆարկտի եւ բոլորը մահանան, որ էլ պահանջող չլինի, բայց Նիկոլ Փաշինյան չես կարող։ Ոչ ոք չի մոռանալու ու քեզ չի ներելու, քեզ ոչ մեկ հասկանես դու ով ես դարձել Հայաստանի Հանրապետության մեջ։ Ոչ մի բարոյական մարդ չի կարող քեզ հավատալ։ Ոչ մի բարոյական մարդ չի կարող քեզ աջակցել։ Խոսքը Ստեփան Գրիգորյանների կամ Ստյոպիկ Սաֆարյանների մասին չի, դրանք մարդկային կատեգորիաների մեջ չեն մտնում։ Իրենց էլ տեսեք, որ տեսնեք, ասեք ես որ ես լսում եմ, տեսնում եմ ինչ են իրան գրառում բանանում։ Ես ամենայն պատասխանատվությամբ եմ ասում, որ դուք մարդկային կատեգորիաների մեջ դուք չեք մտնում։ Ոչ թե դուք հոմո սապիենս չեք, դուք հոմո սապիենս եք։ Դուք իրականացնում եք ֆունկցիոնալ իմաստով այն գործողությունները, որոնք հոմո սապիենսները իրականացնում են, հա։ Բայց դուք մարդ կոչվելու իրավունք չունեք։ Եվ ընդհանրապես ցանկացած մեկը, որ լսում, հավատում ու աջակցում է Փաշինյան Նիկոլին։ Ձեզ ներում չկա։ Ուրեմն այնտեղ միջազգային իրավունքին համապատասխան նորմեր են արձանագրված եւ ոչինչ ավելի, մինչդեռ շատ տարբեր բաներ էին հորինվում այդ խաղաղության պայմանագրի տեքստի մասին։ Պայմանագիրը նախ ստորագրված է եւ Հայաստանը պատրաստ է ամեն օր, ամեն վայրկյան նաեւ ստորագրելու եւ ավերացնելու այդ պայմանագիրը։ Ադրբեջանը պատրաստ չէ Տիկին Կարապետյան եւ շատ ուղիղ տրվել է նախապայման փոխել Հայաստանի եւ մենք պետք է աշխատենք այն ուղղությամբ, որպեսզի ստորագրումը տեղի ունենա։ Եվ մենք պետք է ինքը հաստատեց պահանջի եւ մենք պետք է փոխենք եւ ամեն ինչ համաձայնեցնենք նրան, ինչ որ Ալիևը ուզում է։ Մարդը դա է ասում։ Եվ ամենակարևոր պատճառը թերևս դրա հակառակն է, որ դրա այլընտրանք չկա։ Հա, բա, այլընտրանք չկա դրա։ Մենք պետք է փոխենք ամեն ինչ բան Ալիևը ուզում է, դա այլընտրանքը չկա։ Կա այլընտրանք։ Մարինա Կարապետյան։ Կա։ Ես ասում, քանի ժամանակ ունեք, բանտերը կառուցեք, որովհետև ձեր ոչինչ չարժեցող կյանքը մնդեղ հետաքրքիր չի անցնելու։ Շատ վատ անցնելու։ Գնացեք, ծանոթացեք, տեսեք կանանց գաղութում ոնց են ապրում։ Կանայք, երիտասարդ աղջիկներ կամ մեծերը։ Գնացեք, ծանոթացեք, Մարիա Կարապետյան։ Այլընտրանք կա։ Ես ասեցի այլընտրանքը որն է։ Դուք դա կտեսնեք ճաղերի հետևում։ Կարդակ կարող է այն թերթերով, որոնք ձեզ ընդդեմ կմատակարարեն, ես չգիտեմ թերթ մատակարարում են թե չէ, բայց կլսեք այդ մասին։ Այլընտրանքը կարող է չստորագրելը լինել կամ պատերազմը Տիկին Կարապետյան, եթե Հայաստանը չկատարի այդ պայմանը։ Ես կարծում եմ, որ ինչու կարող է։ Լավ սկսեցի, դե այլընտրանքը չստորագրելն է։ Բայց ինչու կամ պատերազմը։ Այլընտրանքը չստորագրելն է։ Վերջ։ Ինչ ես դες վախեցած կաղն է։ Մեղք չեք կարա դու։ Դժվար չի տես վախեցած ապրում։ Եթե գլոբալ նայենք իրավիճակին, այլընտրանքը այդ չստորագրելն ու պատերազմը նույն բանն են։ Սկսած Ժորժ ջան։ Բերելու են ասեն ստորագրի, քվյարկի, թե չէ պատերազմն է, այսա։ Շանտաժի լեզվով 5 տարի է ժողովրդի հետ խոսում են։ Տանք, որ պատերազմ չլինի, հանձնենք, որ պատերազմ չլինի, կապիտուլացվենք, որ պատերազմ չլինի։ Դուք սա տեսել եք։ Իհարկե, եթե սրանց տալիս ես ղեկավարի պաշտոն, ու մարդ կա սանցից հարցազրույց է վերցնում, Կարլենինը վախեցած։ Իրանք պետք է ասեն, այո, այլընտրանքը պատերազմն է։ Այսինքն մեկը մյուսի հետ փոխկապակցված է կոնֆլիկտային տրամաբանությունը շարունակելը տարածաշրջանում, ինչ որ մի պահի կարող է կրկին հանգեցնել էսկալացիաների եւ դա այն ուղին չէ, որով մենք գնում ենք, մենք որոշում ենք կայացրել խաղաղության օրակարգի վերաբերյալ առհասարակ Հայաստանի վերաբերյալ այլ ավելի մեծ կարևոր որոշումներ են կայացրել եւ հետեւողական ենք լինելու այդ ճանապարհին։ Դուք հետեւողական եք։ Ես ցանկանում եմ անկոտրում կանք ձեր հետևողականության մեջ։ Մենք էլ մեր գործողությունների մեջ կլինենք բավականին հետևողական եւ կապահովենք այն պայմանները, որոնք ես ձեզ խոստացա։ Մարիա Կարապետյան
Քանի հոգի է Սանտենում փողոցում։ Բարև տալի, քանի հոգի է ճանաչում։ Դուք ամեն անգամ որ տեսնում եք սան, ձեզ դեմաս տեսնում եք ձեր դահիճին, սա չափազանցություն չի։ Դուք տեսնում եք ձեր թշնամուն, սա է չափազանցություն չի։ Դուք տեսնում եք ձեր երեխաների ապագայի խորտակիչ մահակը, հա։ Ձեր մահը, ձեր պետականության մահը, ձեր մահը, ձեր ժառանգների մահ։ Դուք սան ամեն անգամ ցես քայլող դիակի որ տեսնում եք, դուք տեսնում եք ասում եք, այն ինչ հնարավոր է բացասական իմաստով նկարագրել։ Դուք տեսնում եք դժոխք քայլող, մեկը որ ապահովում է ձեր համար, հայրենիքի, ժառանգության, ընտանիքի, սերունդների համար ապահովում է դժոխք։ Դա սա է ու Նիկոլի հետ ասոցացվող ցանկացած մեկ, դա կլինի պրոպագանդիստ, թե չգիտեմ, այս կարգի ուսապարկ։ Որոնք են ձեր գործողությունները հարգելի իմ հետևորդներ, հարգելիներս, բոլորինս։ Եթե սրանք իրանց դեմքին չեն զգում, այն ինչ որ իրանք արժանի են, իրանք շարունակել են անել ինչ որ իրանք ուզում են։ Հետևողականորեն իրանք ինչպես իրենք են ասում։ Դա համար էլ ասում են Ղարաբաղյան շարժումը վերածվել է մեր անկախություն թույլ չտալու գործիքի։ Բա վերանկախությունը թույլ չտալու համար պետք է փակել այդ էջը, հանձնել Ղարաբաղը, ցեղասպանել Արցախին, որպեսզի անկախություն ունենան։ Սա թուրքական նարատիվն է։ Արցախյան շարժումը դա մեծ Թուրանի գաղափարի բանն է, մահացու հարված էր։ Մենք դա գիտենք։ Մենք հասկանում ենք դուք ում եք նկատի, ում եք ներկայացնում, ում շահերից եք խոսում, ում լոզունգներն եք քարոզում, մենք դա շատ լավ հասկանում ենք։ Դե եզրակացություններն ու գործողություններն թողում եմ ձեզ։ Այս տականքին տեսնում եք։ Այս դոկտոր Մահը, սերիական մարդասպանը, այս ողորմելին են կծկված բանի մեջ նստած։ Դուք գիտեք ում է դա նստած։ Ինքը նստած է Բելգիայում, այս թուրքը Բելգիայում դատապարտվել է հակահայ քարոզչության համար։ Ցեղասպանությունը հերկելու մասով հայտարարություններ անելու համար։ Այս երկուսը որ նստած են ցես կողքի, ճիշտ է մեկը ցես ողորմելի կծկված է նստած, որովհետև ինքը գիտի իր գլխին ինչ է գալու։ Երկուսն են համակարծիք են ցեղասպանությունը շղթելու մասով։ Ու ինքը ասում է, ես անկեղծ ասած չեմ հասկանում, ինչ է նշանակում հակահայ կամ ոչ հակահայ։ Ինքը չի հասկանում։ Ինքը չի հասկանում։ Դրա համար ինքը Փաշինյան Նիկոլի հետ լավ հասկանում են իրար։ Չի հասկանում ինչ է նշանակում հակահայ եւ ոչ հակահայ։ Մենք հանդիպել ենք ուրիշ երկրի նախարարների հետ, ես չեմ որոշում նախարարները ովքեր են, պատկերացնում եք։ Ինքը չգիտի ում հետ նստի, ում հետ նկարվի։ Ինչ է նշանակում, ինքը չի հասկանում հայ ու հակահայ որն է։ Որովհետև ինքը մասիսա սարա է իր համարում, ոչ մի բան չի զգում իր նկատմամբ։ Հայով է։ Ինչ հայ է։ Ինչ հայ արա մարտավեք սպանենք, որ դրանից փող տան։ Ինչ հայ։ Ինքը իրավի չի հասկանում դա։ Այս իկոնային նայենք մի։ Պարոն Ղազարյան, սկզբի համար ասեմ, որ կառավարման ձիրք ունեցող մարդուն պետք չի, որ նա ունենա բարձրագույն կրթություն, որ կառավարման ձիրք ունեցողը։ Կառավարման ձիրք ունեցող մարդը լսի բալիկ չէ։ Ուշադիր նայ, հիմա աչքերից նայ։ Կառավարման ձիրք ունեցող մարդը նախ եւ առաջ խոսում է կառավարման ձիրք ունեցող մարդու նման։ Կառավարման ձիրք ունեցող մարդը կմկմալով աչքերը թաքցնելով չի կարա խոսալ։ Դա արդեն սուտ է։ Կամ ինքը կառավարման մասնագետ չի, կամ ինքը սուտ է խոսում, որ ինքը այդ է։ Դա տես չի։ Երկրորդ է, այդ ինչով եք չափել։ Քեզ ով է խափել, բարիկ ջան, որ դու կառավարման ձիրք ունես։ որովհետև շատ բարձրագույն կրթություն ունեցող մարդիկ կառավարման ձիրք ունեն, օրենքներ կարդալը, օրենքներ մեկնաբանելը, այնքան շատ դժվար չէ, ինչքան իհարկե հիշում եք Մուկին, Աբրահամյան հորիկին։ Քաղաքականությունով զբաղվելու համար շատ խելք չի։
Նույն բանը շարունակում է Փաշինյան Նիկոլը։ Գիտեք, ստեղ հետաքրքիրն ամենաինչն է, որ իրանց ամբողջ ռեսուրսների մեջ ուրիշ տեխնացություն է։ Այդ նշանակում է ռեսուրս չունեն։ Այդ նշանակում է մարդ չկա իրանց կողքը։ Հիմա ես հարց եմ տալի։ Սա է պաշտպանելու Նիկոլին։ Սա է պահելու Փաշինյան Նիկոլի աթոռը։ Սա խաթր են մարդիկ ձայն տալուց բազմաչարչարին լսեք։ Աշխատել, մտածել նաև միաժամանակ հիվանդանոցային օղակում կողմնորոշվելու տեսակետից։ Այս փոքրիկ կենսագրությունը, ինչպես որ դուք նշում եք, այս փոքրիկ կենսագրության հետևում կանգնած է տարիների բազմաչարչար աշխատանք։ Բազմաչարչարը տարիների։ Հա, իհարկե, գիշերային հերթափողը դժվար աշխատանք է, իսկ ով ասել, որ քույր աշխատելը գիշերային հերթափողի ժամանակ հեշտ է։ Իհարկե դա բազմաչարչար է, բայց դա ինչ կապ ունի առողջապահության ոլորտը ղեկավարելու հետ։ Կազմակերպչական ջիղ ունեցող։ Գիշեր եւ ցերեկ, տարիների բազմաչարչար կրթություն։ Լսեցիք, կրթություն չունեցող մարդը տարիների բազմաչարչար կրթությունն է, կրթությունից է խոսում։ Նախ Ուսապարկ ջան, կրթությունը բազմաչարչար չի լինում, ինչպես նաև նորաձև չի լինում։ Դուք հասկանում եք, ախր ամեն երկրորդ բառով բացահայտում եք ձեր տգիտության անհատակ էությունը։ Անհատակ ձեր տգիտությունը անհատակ է, հասկանում եք։ Ու դուք ինչքան շատ եք խոսում, այդքան դա ավելի շատ է երևում։ Անընդհատ շատ էլ որ ես չեմ գնացել բարձրագույն կրթական հաստատությունում ստանալու, բայց ես անընդհատ սովորել եմ բազմաչարչար։ Այն որ դուք բազմաչարչար եք, ես հասկանում եմ։ Դրա համար ձեր համար ասում եմ, դիահերձարան տանելու համար թող 70 կիլոմետր գնա տրանսպորտ ավտոկա, իսկ դա խնդիր չեմ տեսնում։ Խնդիր կա, որ Վարդանիսից Հիվանդին ներողություն հանգուցյալին տանում։ Խնդիր կա, որ Վարդանիսից Հիվանդին ներողություն հանգուցյալին տանում են Մարտունու դիահերձարանում հերձելու։ Եվ ուզում եմ հասկանամ ինչ խնդիր կա այդտեղ։ Այսինքն ուզում եք ասեք, որ ձեր տան կողքը դիահերձարան կա, որ Աստված ոչ անի, ձեր շենքից մեկը մահանում է, միանգամից տեղից հանում եք, մտցնում եք դիահերձարան։ Բազմաչարչար իր կյանքը դա է ցույց տվել։ Հասկանում եք, կամ պետք է տան կողքը լինի, կամ 70 կիլոմետր հեռու։ Իր ամբողջ բազմաչարչար կյանքը, որը լի է եղել սիրով։ Գիտեմ, հակառակ դեպքում դու ոնց կհայտնվեր այդտեղ։ Ինչ որ մի ճանապարհ չեք գնում հասնելու դիահերձարան։ Բա 70 կիլոմետր Պարոն Ղազարյան, 70 կիլոմետր Հայաստանի Հանրապետությունը այնքան մեծ չի, որ մարդիկ 70 կիլոմետր չկարողանան գնան ինչ որ միտեղ հասնելու համար։ Եվ հասկացա, ես ես մոտավորապես ասեմ, եթե ամեն ինչից հեռու մեկը մահացել է Երևանում, պետք է հասնեք Սևան, հասցնեք դիակը Սևան, որտեղ հերձել եք մարդուն։ Այդքան մեծ չի։ Հա, այո, ինչ պրոբլեմ կա, որ Երևանից քշել հասցնել Սևան մարդուն, որ այնտեղ հերձել։ Զտարյուն քպայական, զտարյուն։ Ուրիշ ոնց կարող է լինել քպայականը։ Ես նայում եմ ուղղակի մոտարապես փորձում եմ հասկանամ, հա, իմ կենսագրության հետևում սեր է թաքնված։ Ախր, ես հավատում եմ դրան։ Ես հավատում եմ, որ կուսից առատ սեր է թաքնված քո փոքրիկ կենսագրության հետևում։ Այ երբ որ կունենայինք մի օր մարմնավաճառությունը կանոնակարգող հանձնաժողով, որ կորոշեինք, հա, ՀԴՄ-ն ոնց է կիրառվելու, եւ ընդհանրապես աշխատանքային ժամերը, սոցիալական պատասխանատվություն եւ այլն եւ այլն։ Այն ժամանակ դու կօգտագործեիր քո փոքրիկ կենսագրության սիրառատ մասը։ Ժամանակ կմտածեինք, լավ դե հիմա։ Այդքան էլ մասնագիտական չի, բայց փորձառություն կա գոնե, հա։
Ովքեր են ցեն տալու ցանց։ Բիզնես ոլորտը ավիրացա, գյուղատնտեսություն ավիրացա, սոցիալական ոլորտ ավիրացա, առողջապահության ոլորտ ավիրացա, բանակ ավիրացա։ Ովքեր են ցանց տալու։ Միլիցիա, այդ 30,000 հոգի։ Եվ էլի մի տոկոս չի անում։ 1-2% անում։ Դու ո՞նց ես 10% հավաքելու կամ 20%։ 20% գիտեք ինչքան անում, նույնիսկ։ Գտնեք Նիկոլի նման անորակ, գտնեք Նիկոլի նման դավաճան անհայրենիք 200,000 հոգի։ Բայց մեկ այելի բան չի փոխվում։ Հայաստան տարածքում այդքան անուղեղ, այդքան չմարդ, լավ, բարձ չասեմ ուրիշ, 200,000 հոգի, որ սրան հավանի, Նիկոլը իր համար հետ բան ունի, հեղինակություն ունի, դες ասում, որ գոնե 20% լինեն, չկա այդքան մարդ, ու չի կարելի լինի։ Բայց անել ասեմ, 1900 թվական Աբդուլ Համիդ Բեյի իշխանությունը տապալված էր։ Եկել էին երիտ թուրքերը։ Օսմանյան սահմանադրության հռչակումից հետո հայ դաշնակցությունը Ժնևի պոլիս է հրավիրում եւ լուր ուղարկում Անդրանիկին։ Նա անասունը ուրիշ բերի առաջին պլան։ Նրան պետք է կուխես այնտեղ, ծակի մեջ։ Ախա ձեզանից որ մեկը տես չի։ Ձեզանից որ մեկը տես չի, հասկանում եք։ Էսա ձեր ռեսուրսը։ Էս սրանցով են տան։ Ախա մենք ժողովրդի մեջ այս կարգի անասուններ էլ չունենք, ասենք նմանը նմանին գնա ձեն տա։ Չկա, հայ ժողովուրդը ինտելեկտուալ ժողովուրդ է։ Հայ ժողովրդի մոտ կրթությունը, կրթվելը, կրթությունը դա գենետիկ մակարդակի վրա ներքին անհրաժեշտություն է։ Ներքին։ Օրինակ, եթե մեկ ապրում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, կա հաստատի եզրումը 20-30 տարի անցնի, հա, իսպանախոսերի մոտ եկել են ապրում են, հա, ասենք էմիգրանտ են, անցել է 20 տարի։ Ինքը 20 տարի հետո էլ մեկը անելու է նույն գործը, ինչ որ առաջին օրվանից արել է։ Եկել է, սկսել է լվացք անել, կամ փողոց մաքրել, ծառ կտրել, գազոն կտրել։ 20 տարի հետո էլ իրան բռնես, ինքը նույն գործն է անում։ Կամ գյաճ քշել, ինչ ուզում անի։ Հա, ժողովուրդը տենց չի։ Ես չեմ ուզում վիրավորեմ իսպանացիներին, դրանք շատ կարևոր գործ են անում։ Այո, հենց իրանք քչանում են, ամեն ինչ թանկանում է։ Իրանք շատ կարևոր գործ են անում։ Բայց ինչ եմ ուզում ասել։ Կրթությունը մեր ազգի մոտ դա ներքին պահանջ է։ Չգիտեմ, կարող է ասենց մեկը մեկին նախանձելով այդ ամեն ինչ չանում, դա էական չի։ Եվ չի կարող Հայաստանում գտնվել սրա տեսակը հավանող կես միլիոն մարդ։ 1900 թվական Աբդուլ Համիդ Բեյի իշխանությունը տապալված։ Գնանք։ Միշտ 15 րոպե լավ այս ռուսներից ազատվենք, արագ։ Չեմ ուզում ես իրենց մասին խոսամ, կարող բաների մասին asking. It just banned America from sending weapons to Israel, and they've stopped them from using their own military bases that are in Spain. Խոսքով արագ բացատրեմ ինչա կատարվում Ամերիկայի Միացյալ Նահանգները դե Թրամփը պատահական չէ որ պաշտպանության նախարարությունը փոխեց պատերազմի նախարարության պատկերացնում եք Թրամփը եկել է որ բոլոր տեղերը խաղաղություն հաստատի ու վերցնում է Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարության անունը փոխում է պատերազմի նախարարություն հիմա ինքը երկու տեղով պատերազմ է նախապատրաստում Հարավային Ամերիկա եւ Իրան ու սկսել է մեծ քանակությամբ զենք տեղափոխել դեպի Իսրայել, Կատար, Սաուդյան Արաբիա։ Այդ իր բազաները։ Եվ ինքը չի կարող միանգամից ներասել թռնում է Իսպանիայի օգտագործելով Իսպանիայում տեղակայված ռազմաբազաները։ Եվ այսպես Իսպանիան արգելել է Ամերիկային օգտագործել իր տարածքը, որպեսզի իրականացնի այդ գործողությունները։ Պատկերացնում եք Իսպանիան արգելել Ամերիկայի հասարակներին, որպեսզի նա օգտագործի իր տարածքը Իսրայելին զինելու եւ պատերազմի նախապատրաստելու այսպիսի բաներ ես սա եմ ձեզ ներկայացնեմ կարծում շատ կարևոր բան է սա
There are certainly forces like the US government that have immense influence on Israel, and they are not using that influence, or at least not enough. Դա հարցն ամասին էլ ով կարող է բանանի ազդի Իսրայելի վրա, որ դադարեցնի ցեղասպանությունը, սա Yuval Noah Harari-ն է, իմ կողմից ամենահարգված երիտասարդ գիտնականներից, շատ բազմակողմանի զարգացած մարդ, գիտնական է իմ համար, շատ լուրջ, լավ գրքեր ունի գրած, ու հրեա, ազգությամբ հրեա Թել Ավիվից, բայց ասում է, որ կարող է Թրամփ ազդի, միակ ուժը, որ կարա Իսրայելի վրա ազդի, դա Թրամփն է, ու տեսնենք հետո, բայց չի օգտագործում դա ասում է. And nothing here is deterministic. This is part of this new world order, or more particularly this new world disorder. Եվ ասում է, այս ամեն ինչը տանում է դեպի այս նոր աշխարհակարգ, ասում է, նոր հակաաշխարհակարգ. That things that were thought just unthinkable, impossible a few years ago are becoming reality. Ասում բաներ են, որ թվում էր անհնարին տանիներ առաջ, իրականանում է. And again, you have people all over the world watching what is happening in Gaza, what is happening in Ukraine, what is happening in several other places. Ասում ամբողջ աշխարհը նայում է ինչ է կատարվում Գազայում եւ Ուկրաինայում եւ այլ տեղեր. Հետաքրքիր է, չասվեց Հայաստան. Ես իհարկե Յուվալին չեմ կարող մեղադրել, թե ինչու չասվեց Հայաստան. Տես ասեց, հիշեցրեց Գազան եւ Ուկրաինան. Հայաստան չասեց, որովհետեւ մենք չենք խոսում դրա մասին. Աշխարհի ինֆորմացիոն տարածքում Հայաստանի մասին ոչ մի բան չկա. Որովհետեւ Փաշինյան Նիկոլն ասում է, այնտեղ ոչ մի բան չի կատարվում, հայերին ոչ մի բան չի եղել այդտեղ. Ադրբեջանցիները չեն գոռանում այդ մասին. Կարևոր առաջ է. Ուրեմն Եվրոպայում էլ ասում դա կարող լինի, ինչի՞ չէ ոչ. So it's not just the problem of the Middle East. Դա ասում է, այս խնդրը ամենակարևորին ենք հասնում. Միջին Արևելքի մասին չի խնդրը. The problem of Ukraine. If the border collapses, everybody will suffer. Ուկրաինայի խնդրը չի, Middle East-ի խնդրը չի. Երբ որ օրենքը փլուզվում է, բոլորն են տուժում. And you see the war in Gaza as a kind of manifestation of this, although it did happen long before Trump, it did start long before Trump came. The collapse of if I had to date the collapse of the order, it started in around 2016. Խոսքով ես ամբողջ այս մասը որ էլի ժամանակի սղության մասով ես ձեր իհարկե ամբողջություն չեմ տա, հիմնական բացատրումը հետևյալը, երբ որ աշխարհակարգը քանդվում է, երբ որ մի բան թույլատրվում ստեղ, ու նշանակում այնտեղ էլ կարելի է կատարել. Ասում եմ, իմ խնդիրը այն է, որ ես կարողանամ Եվրոպային փրկել եւ մնացած երկրները փրկել նման սցենարի զարգացման համար. Որտեղ եթե քանդվում է աշխարհակարգը, չի պահպանվում միջազգային օրենքները, դա դոմինոյի էֆեկտով շարունակվում է եւ մարդիկ սկսում են մտածել Պուտինի նման, Մադուրոյի նման, վաղ չգիտեմ ուրիշներ Լուկաշենկոյի նման, Ալիևի, Էրդողանի, հա, ինչու ես չեմ կարա անեմ, եթե նա կարա անի։ Սա այն է, ինչի մասին ես խոսացել եմ, ես խաղացել 2 տարի առաջ, 2 տարի է, հա, ես մանավանդ բանից հետո, Արցախը դատարկելուց հետո, որ սա անպայման հետևանքներ է ունենալու, ինչպես ասում եմ, Արցախի պատերազմի սանձազերծումը, հետո Ուկրաինայում, Արցախի դատարկումը, հետո սրա մասին է խոսքը, ուղղակի այս տղեն չգիտի Արցախի մասին, չգիտի, որովհետև մենք, պետք է ասում մենք, դա պետությունն է, ոչինչ չի արել այդ ուղղությամբ, թե չի ես վստահ եմ, եթե ես առիթ ունենամ մի օր հանդիպելի են եւ ցույց տամ սկզբնաղբյուրը որտեղից է եկել, ինքը հաջորդ ինքը ամենաշատ կարդացվող եւ ամենաշատ հրավիրվող հյուրերից է, հաջորդ իր բաների ժամանակ դա կարա ասի, հա, որ ախր այդ ամեն ինչը չի սկսել Ուկրաինայից առաջ եղել է դա մինի փորձարկումը Հայաստանի վրա, դա չի սկսել հոկտեմբերի 7-ով, հա, Իսրայելում, դրա մինի փորձարկումը եղել է Արցախում,
Սա մասն է խոսքը։ Եթե քանդվում է օրենքները, վերջ։ Միջև չվերականգնենք օրենքները, դա չի վերջանալու։ Իսկ այդ ասում եմ, օրենքի վերականգնելու բանալին դա Ամերիկայի Միացյալ Նահանգների ձեռքում է։ Իսկ այսօր ինչ որ անում Ամերիկայի Միացյալ Նահանգները, դա օրենքի վերականգնելու հետ ոչ մի կապ չունի։ Ինքը խորացնում է ճգնաժամը։ Դա հոյակապ հաղորդում է, եթե կարող եք դրեք ամբողջը նայեք, դու ձեր համար շատ երկար է, այս ամբողջին չեմ կարող բանել։ Թրամփը իր հերթին սպառնում է բոլոր զինվորականներին, որտեղ արդեն անհամաձայնություն կա, ով չհամաձայնվեց, ինքը հեռացնելու է միանգամից։ Թրամփի խնդիրը համակարգի հետ, ամերիկյան համակարգի հետ նայում է, որ ամերիկյան համակարգը դիմադրում է, դատարանները դիմադրում են, բանակը դիմադրում է, մի խոսքով, դատախազությունը դիմադրում է, կան օջախներ, հասարակական կազմակերպությունները դիմադրում են, քաղաքացիական հասարակությունը դիմադրում է, եւ հիմա բանակի դիմադրության ինքն ասում է, ով չի ենթարկվեց, ինքը տեղում հեռացնելու է։ Ինքը պատերազմ է ուզում, ինքը պատահական չի փոխել։ Այս Յուվալն էլ այդ ասում է, պետք չի գնել այս կոմենկով, կա պաշտպանության նախարարություն, Թրամփը փոխեց պատերազմի նախարարություն։ Պետք չի այս կողմ ընկնել։ Մարդը ասում է, ես պատերազմ եմ սկսելու։ Վերջ։ Ու այդ էլ անում է հիմա։ Ու Իսպանիան էլ դադարեցել է թույլատվությունը իր տարածքով բաներ օգտագործելու, տարածքն օգտագործելու համար։ Սա էլ անա ինչ անում է նավերի նկատմամբ։ Այս այդ օգնությունը հասցնող նավերի վրա է։ Վերադառնում ենք Հայաստան։ Look at this. This is the new Israel 2035 plan for Gaza. Look how beautiful that will look. Սա էլ ասեմ անցնենք առաջ էլի։ Սա 2035 թվականի Գազայի պլանն է։ Նայեք, նահատակագիծն է։ Իրենք քանի տարի առաջ արդեն հրատարակել են սա։ Այս հրաշալի տարածքը, որ ասում են բանը Թրամփը որ ասում էր, քանդենք, ուղարկենք, դատարկենք Գազան, սարքենք Ռիվերիա։ Ինքը սա էր ասում։ Այս նահատակագիծը արդեն դրած է այնտեղ սեղանին։ Սա պետք է իրականացնեն։ Ամեն գնով իրանք սպանելու են, ջարդելու են իրականացնեն, եթե կարողանան։ Մարդիկ բաց ցույց են տալու ինչա լինել։ Ցույց են տալի, ինչպես Ալիևն է ասում, հա, Հայաստանի հետ ինչա լինելու։ Եվ այստեղ ամբողջ կռիվը մեր նորմալ մարդկանց եւ ըստ կեղտոտ համակարգի մեջ է։ Թույլ տալու ենք իրանց իրականացնել իրանց հանցագործությունները, թե ոչ։ Այ հիմա նոր հանգիստ վերադառնանք Հայաստան։ Սահմանահատման կնիքի վրայից հեռացրել Արարատ լեռան պատկերը։ Հիմար մարդուց ինչ է։ Կավախ խելացել է։ Այդքան գործեր արեց բոլորին ծուտից է։ Հնակ ասում է չի անում։ Ռադարը ինչպես կհիշվի Ալեն Սիմոնյանը պատմության մեջ։ Այմար ռադարը սրանց սաղին են իրար հետ։ Ինչպես։ Դա մարդիկ էլ ուրիշ բան չեն ուզում խոսան իրենց համար ամեն ինչ բացը։ Ձեր կարծիքով ինչու է Դավիթ Տոնոյանն ի վերջո որոշել պատերազմի մասին բացահայտումներ անել։ Բոլորին գնդակարել է պետք։ Վերնախայ, որովհետև նրանք մեր պետությունը քանդեցին։ Փաշյան Նիկոլ, 18%-ն չես հավաքելու։ Սրտս վատ բաներ է վկայում քո համար։ Ձեր կարծիքով ինչու է Նիկոլ Փաշինյանը վստահ, որ 2026-ին վերընտրվելու է։ Տո Նիկոլը ինչ անում, ինչի վրա որ վստահ, իրա որ արած գործնա վստահ է, որ էդի վստահ անի։ Գործանեց, սաղին հուսա հատացրեց, որն է վստահելի։ Կասեք, չկա վստահելի աղջիկ ջան, չգիտեմ ինչի հիմա։ Կերել է հիմա ասել էի, որ վստահակ ընտրվի։ Դե իր նման ապուշները կարող է իրան ընտրել, չեմ կարող ուրիշ բան ասել։ Եղավ։ Ես վստահ չեմ, որ կարող ընտրվի, էլի, որ մի արա թոշակառուն ոնց ապրում, ինքը հասկանում է, իր աննային ման կայֆաբատ են ալնում, որ փողոցում։ Չունեն, հազիվ հասցնում են լույս ու գազ մուտել, ցամաք հացով, թե կարծսոխով, ինչ էր ասում, կանանչի կերեք։ Ուրիշ ինչ ասեմ, ասելու բան չկա, պրոստը երկիրը տարավ կործանման, պես չենք մենք իրան դիմավորել ու սպասում։ Ձեր կարծիքով։ Մարդիկ չեն մոռացել քո անասուն խոսքերը, կարակ չկա սող կերեք։
Ինչու է Ալեն Սիմոնյանը վստահ, որ 2026-ին իրենք ավելի շատ ձայն են ստանալու, քան 2021-ին։ Վայ, ես դրանց ազես չեմ ուզում հավատամ, հասկանում ես։ Նիկոլին մար են հավաքելու։ Հա, Նիկոլի մա։ Այդ անգրակ այդ աննաստունին հանեք ռադարեք, ինչ կլինի։ Չէ, ես ճիշտն ասած, ես կողմ չեմ։ Ես ուզում եմ, որ ընտրվի նորմալ մարդ ընտրվի, խելացի մարդ, սովորած մարդ ընտրվի, որ այս ժողովուրդը մեղ կա։ Հետո եկայնում ասում Ղարաբաղը Ադրբեջանի հողա, մեր Արցախ աշխարհն է, ո՞նց է դա Ադրբեջանի հող։ Ես ուզում եմ, որ ընտրությունների, բայց նորմալ, եթե իրանց մնա, պարզ է, խաբելու են։ Ինչու է Ադրբեջանցի Ջավադ խանը, մեր ժողովուրդը, Ադրբեջանցի Ջավադ խանը։ Սա Դավիթ Բեկի մասին ֆիլմն է, հուսով աստղ, որի, գիտեք, Քյոսայանի, Տիգրան Քյոսյանի, որ մահացավ, հայ որ նկարածն է, Էդմոն Քյոսայանի։ Որ լիներ ողջ, ուղղակի ես կհարցնեի Պարոն Քյոսայան, 1725 թիվն է սա։ Հա, 1725 թիվ։ Դավիթ Բեկի այդ կառավարման շրջանը։ Ադրբեջանցի որտեղից դեր։ Լավ, Տիգրան Քյոսյանի բան չենք ասում, իր հերն է նկարել։ Այնի պրոպագանդիստներ, էս էլ է պրոպագանդիստ ասել։ Որտեղից 1725 թվականին ադրբեջանցին։ Եվ ամենախայտարակ բանը գիտեք այս բանը կինոյի մեջ որն է։ Մյուս խայտարակությունը է, վերջում, ըստ այս կինոյի, ռուսները գալիս են без փրկության։ Որ չեն եկել, խոստացել են ու չեն եկել։ Ցալը փոշմանել է։ Չեն եկել ուղղակի։ Չկա տենց բան պատմության մեջ, որ ռուսներն եկել են, ասել են Հայաստանը փրկելու։ Չկա տես ինչ է։ Բայց այս կինոյի մեջ տենց անեկարված։ Ու ամբողջ բանից սկսած, Զանգեզուր ֆիլմից սկսած, բոլոր մեր բաները, ոնց է ներկայացել Նժդեին, արդ չգիտեք, Նժդեին են ծաղրում, այդպես թե Անձանիկին, հա, գարշելի է ամբողջ այդ սովետական պրոպագանդան։ Սա Նիկոլան նմաններին համար եմ ասում, որ ռուսական սովետական պրոպագանդան հայրենասիրություն է ստեղծում, ոչ, սովետական պրոպագանդան իրական հայրենասեր տղեկի նկատմամբ բան է, նողկանք է սերմանում, ոնց որ ես ասենք չգիտես, ում կերպարն է, Անձանիկն է, թե Նժդենն է Զանգեզուրի մեջ, հա, սովետական պրոպագանդան սովետներ գովում, ասում են դա ադրբեջանցի կա, քեզ կոտորում են, ռուսն էլ եկավ փրկեց, իրականում չեկավ, դա է սովետական պրոպագանդա, հայրենասիրության մասով է, եւ վերջում, ես այն ուզում ձեր հետ, լսենք, կիսվեմ ճապոնացիները Սա կարելի է կոչել սամուրայների պարը, բայց Յախուշն է պատկերացնում եք, ես պատկերացեցի մեր ֆիդայիները զոլուկով, պատրոն դաշով, մեկ էլ ասենք սամուրայներ են իրաց սիրոն, սուրը կողքը, ու երկուսի հետ նկար կամ, չգիտեմ, հետաքրքիր կներ։ Սա գիտեք ինչի ցույց տվեցի ես։ Դա նրանից չի, որ ճապոնացիները իրենց էթնիկ ժառանգությունն ու մշակույթը չունեն, չէ, բոլորովին։ Ճապոնացիներն ունեն ու շատ բարձր մակարդակի վրա պահպանված, եթե առիթ ունեցել լինի Ճապոնիայում, մասնավորապես Կիոտո քաղաքը, որ իրենց հին մայրաքաղաքն է, Կիոտո, ամենաունիկալ քաղաքն է, Տոկիոն չէ, Կիոտո։ Կտեսնի ինչեր է պահպանված, իրենց որ նույնիսկ իմպերատրի պալատ որ մտնում եք, պատեր է ուղղակի ու հատակ, ոչ մի բան չկա, բայց իմպերատրի պալատն է։ Կողքը զինանոցն է, որտեղ որ զինվորներն են ապրել, ձիերի, որ գնում ես նույն բանն է, իմպերատրն ու զինվորները նույն ձև են ապրել։
մինիմալիզմի մեջ ամեն ինչ։ Ուզում ասեմ, ամեն ինչ պահված, ամեն ինչ իրանք ունեն, իրանք սեփականը։ Բայց երխուշն են տալու, գիտեք ինչի։ Լավն է։ Էներգիա կակամի չէ։ Բնական է, իրական է, fake չի։ Break dance չի։ Իսկական ժամանակակից ոչ լամբադա չի, սա ուրիշ բան, ուրիշ տեղից է գալիս։ Իրանի մենք կարողանանք իրոք գնահատել այն ինչ որ մեր ժառանգությունը հասել։ Ես էլ ասեմ ու վերջացնենք։ Ես երկար ժամանակ մեծ միջոցառումներ, ասենք որ Երևանում էի, բազմացի միջոցառումներ եմ ես որպես ռեժիսոր ղեկավարել եւ ցանկը եւ կոպիտ ասած երաժշտական մենյուն ինչ պետք է հնչեր, ովքեր պետք է մասնակցեին ինչ բան։ Բազմիցս վստահվել է ինձ։ Դուք չեք պատկերացնի ժողովրդի ռեակցիան, երբ որ միտեղ մի հատ պարզ բան եմ ասում ատեն։ Կոպալը խփում էր այդ դամփին, դհոլին, այդ կոպալով դհոլ էր կան էլի։ Ու մի հատ զուռնի ձեն էր դուրս գալի։ Անդեր դայից առաջ գնում էին արտիստներ, երգում էին, հա, շոու բիզնեսի ներկայացուցիչներ, բան, հա։ Բայց հենց մի հատ զուռնի ձենը գալիս էր, հետներ այդ կոպալը, նրան կոպալ էինք ասում, որտեղ խփում էր, ամբողջ մթնոլորտը միանգամից փոխվում էր։ Այդ ամբողջ փողոցը սառում էր։ Ես չեմ ուզում թերագնահատեմ փոփ երգիչներին կամ արտիստներին, չէ, դա չի։ Հասկանում եք, բայց մեծ զուռնի, տզոց, ձենը դուրս էր գալի մետր, կոպալը տակից խփում էր, դոն միանգամից փոխվում էր, ամբողջ էներգետիկան, այդ ամբողջ հաղամասի փոխվում էր։ Ու ես արել եմ ամեն ինչ այդ ամբողջ ընթացքում ինչքան հնարավորություն ունեցել եմ, ինչ որ հնարավոր կախված են ինձանից, որ մեր բոլոր ազգագրական, ազգային գործիքներ, խմբեր, կատարողներ կարողանային մտնել ժողովրդի մեջ, որովհետև եթերներում իրանց ոչ մեկ չէր կանչում։ Ես չգիտեմ նույնական կանչում են թե չէ։ Այդ փողոցային միջոցառումները միակ են տարբերակներ, որ իրանք հնարավոր ունեին մեծ sense մասշտաբով ելույթ ունենալ։ Իրանց համար առանձին տես մեծ համերգներ չէր կազմակերպվում, բան չէր լինում։ Ես հիմա չգիտեմ իրավիճակը ոնց է, չեմ կարող ասել, բայց ես ուղղակի տարբերություն եմ ասում պոպ երաժշտության եւ իրական IS այն ինչ որ հիմա այս տղեկը պարում են։ Ես իրենց հասկանում եմ ինչ են պարում, որովհետեւ իրանք զգում են այն ինչ որ իրենց մշակույթի մեջ չունեն իրանք որ զգան։ Ոչ թե իրենց մշակույթը թերիական վատնա, չէ։ Չունեն ուղղակի դա։ Չունեն, այդ չեն պարել։ Իրանց մոտ այդ սարերի բախումը, այդ բանակների բախումը չի եղել։ Չի եղել, ինչ են Յալխուշտան։ Երկու հզոր, հա, երկու հզոր ուժերի բախումը էլի չեն ունեցել հիմա այս մարդիկ։ Միակողմանի է եղել իրանց սամուրայների կռիվը։ Ստորկասները Չինաստան, Կորեա, Թայվան, իրանց ուրիշ մշակույթ է։ Դրա համար ես իրանց տալիս է, իրանց դուր ակալից։ Ես կարող եմ հասկանալ։ Այդ սա է ինքնաճանաչման ձևը։ Այդ տխմալ ուղղակի չգիտի ինչ է ինքնաճանաչում էլի։ Իր մտածումը այս ամեն ինչը բացասական է։ Կներեք, էշնիշ գիդի նուշնիչ։ Այս ուրախ նոտայի վրա այսօր ուզում եմ ավարտել։ Լավ մնացեք։